Կաթնասունների կամ գազանների դասի կարգաբանություն։ Դասը բաժանվում է 3 ենթադասի՝ ձվադրողների կամ միանցքավորների կամ նախագազանների ենթադաս, պարկավորների կամ ստորակարգ գազանների ենթադաս և ընկերքավորների կամ բարձրակարգ գազանների ենթադաս։ Ենթադաս նախագազաններ։ Նախագազանները կաթնասունների մեջ առավել պրիմիտիվ և սակավատեսակ կենդանիներ են։ Այս ենթադասին են պատկանում բաթակտուցը, պրոեկիդնեն և եկիդնեն, որոնք տարածված են Ավստրալիայում, Տասմանիայում և Նոր Գվինեա կղզիներում։ Նախագազանները թռչունների նման բազմանում են ձու դնելով, սրանց ձվերը կաթնասունների մեջ ամենամեծն է։ Նրանց տրամագիծը հասնում է 1,5 սմ-ի։ Ձվերը հարուստ են դեղնուսով, ծածկված է մագաղաթնման կեղևով։ Նախագազանների բեղմնավորված ձվաբջիջը շուրջ 15-ից 16, երբեմն մինչև 27 օր մնում է իգական սեռի ուղիներում և զարգանում։ Սեռական ուղիներից դուրս գալու ժամանակ ձուն պարունակում է զգալի չափով զարգացած սաղ։ Բադակտուցը դնում է 1-ից 3 ձու և թռչունների նման թխսում։ Եկիդնան դնում է 1-ից 2 ձու, որոնց հետո տեղափոխում է պարկի մեջ։ Պարկում, որտեղ ջերմաստիճանը հասնում է 33-ից 35 աստիճան, սաղմը ձվի մեջ պարունակում է զարգանալ ևս 10-ից 11 օր։ Եկիդնների ձվից սաղմը դուրս է գալիս, երբ հասնում է 8 սմ երկարության և ծածկվում է ասեղանման մազերով։ Նա մնում է պարկում և սնվում կաթով։ Եկիդների մոտ դիտվում է չավարտված կենդանածնություն։ Բադակտուցի և եկիդնների կաթնագեղձերը խողովակաձև են, բացվում են փորի մաշկի վրա գտնվող հատուկ տեղամասերում գեղձային դաշտերում։ Ի տարբերություն ժամանակակից բոլոր կաթնասունների, նախագազանները երկկենցաղների, սողունների և թռչունների նման ունեն կոյանոց, որի մեջ բացվում է ուղիղ աղիքը, միզածորաները, սերմնատարերը։ Կոյանոցը բացվում է դուրս մեկ անցքով։ Արական զուգավորման օրգանի միջոցով դուրս է գալիս միայն սպերմատոզոիդները։ Նախագազանների գլխուղեղը պարկավորների և ընկերքավորների հետ համեմատած թույլ է զարգացած։ Նրանց կիսագնդերի միջև կոշտուկային մարմին չկա։ Այս կենդանիների ուսագոտում կա մեծ ինքնուրույն ագռոսկր, իսկ կոնքագոտում պարկային ոսկորներ։ Միանցքավորների գանգի ոսկորները շուտ է միաձուլվում, վերանում է նրանց կարերի տեղերը։ Նախագազանները փափուկ շրթունքներ չունեն։ Երիտասարդ բադակտուցը ունի բազմաբլուր ատամներ, որոնք նման են մեզոզոյան գազանների ատամներին։ Հասուն առանձնյակները անատամ են։ Չնայած նրան, որ նախագազաններն ունեն մազածածկույթ, նրանց մարմնի ջերմաստիճանը համեմատաբար ցածր է և անկայուն։ Այն տատանվում է +22-ից մինչև +37°C սահմաններում։ Այժմյան նախագազանները ընդգրկված են մեկ միանցքավորների կարգի մեջ, որը բաժանվում է երկու ընտանիքի՝ բադակտուցների և եկիդնաների։ Բադակտուցների ընտանիքը ներառում է մեկ տեսակ, որը կոչվում է բադակտուց։ Վերջինս կիսաջրային մասնագիտացված կենդանի է, որի մարմինը ծածկված է խիտ, կարճ և կարծր մազերով։ Վերջինս գրեթե չի թռչվում ջրում։ Բադակտուցի մատները միացած են լողաթաղանթներով։ Դունչը կրում է լայն եղջերային կտուց, ինչպես բադերինը, որը ներսից ծածկված է եղջերային թիթեղներով։ Սնվում են ջրային հատակային անողնաշարավորներով։ Բադերի նման քամում է իր կողմից պղտորված հատակային ջուրը։ Ապրում է Ավստրալիայի և Տասմանիա կղզու բուսակալած քաղցրամջրավազաններում։ Լավ լողում է և սուզվում ջրի մեջ։ Ցամաքում տեղաշարժվում է դանդաղ։ Բները կառուցվում են գետնախորշերում, որոնց մուտքը բացվում է ջրի մեջ։ Այս կենդանիների բրածո մնացորդները հայտնաբերվել են միայն Ավստրալիայում։ Եկիդնաների ընտանիքը ներկայացված է այժմ ապրող հետևյալ ձևերով՝ երկու տեսակի իսկական եկիդնաներով, որոնք տարածված են Տասմանիա և Նոր Գվինեա կղզիներում, Ավստրալիայում, 3 տեսակի պրոեկիդնաներով, որոնք ապրում են միայն Նոր Գվինեա կղզում։ Բավականին մասնագիտացված ցամաքային փորող կաթնասուններ են, որոնց ոտներն ունեն երկար և ուժեղ մագիլներ։ Մարմինը ծածկված է կարծր մազերով և սուր ասեղներով։ Դունչը կրում է երկար կտուց։ Ենթադաս պարկավոր կամ ստորակարգ գազաններ։ Հայտնի է շուրջ 250 տեսակ, որոնց մարմնի երկարությունը տատանվում է 4 սմ-ից մինչև 2 մետրի սահմաններում, ունեն նաև էկոլոգիական մասնագիտացում։ Պարկավորների մարմնի ջերմաստիճանը ձվադրողների հետ համեմատած բարձր է, շուրջ 36°C և քիչ փոփոխվող։ Նրանց ընկերքը թույլ է զարգացած, որի պատճառով ձագերը ծնվում են թերի զարգացած։ Սաղմնային շրջանը տևում է կարճ։ Ամերիկական պարկամկան հղիությունը տևում է 12 օր, իսկ հսկա կենգուրուինը 30 օր։ Վերջինս, որն ունի 60-ից 70 կգ զանգված, ծնում է 80 գրամ կշռող ձագեր։ Պարկավորների մեծ մասի փորի վրա կա մաշկային պարկ։ Վերջինս բացակայում է այն տեսակների մոտ, որոնց կաթնագեղձերը տեղադրված են կրծքի կամ ամբողջ փորի վրա։ Օրինակ, հարավամերիկյան պարկամկների ավստրալիական մրջնակերների մոտ այս կենդանիներն իրենց ձագերին սկզբնական շրջանում կրում են իրենց վրա։ Նորածին ձագը մոր կողմից լիզած ճանապարհով տեղաշարժվում է դեպի պարկը, որի մեջ տեղադրված է կաթնապտուկները։ Ձագի բերանում կաթնապտուկը ուռչում է և զբաղեցնում ձագի ամբողջ բերանային խոռոչը։ Դրա շնորհիվ ձագը ամուր կպնում է կաթնապտուկին և պասիվ սնվում։ Կաթնագեղձերի հատուկ մկանների կծկման շնորհիվ կաթը սրսկում է ձագի բերանը։ Մանր պարկավորների կաթնատվությունը տևում է շուրջ 60 օր, խոշորներինը՝ 200-ից 250 օր։
Սննդառության ժամանակ ձագի կոկորդը բարձրանում է և մոտենում ներքին խոհաներին, այսպես շնչառական ուղիները առանձնանում են մարսողական ուղիներից և նրանք գործում մեկը մյուսից անկախ։ Ի տարբերություն բարձրակարգ գազանների, որոնց մոտ բացի սեղանատամներից փոխվում են բոլոր ատամները, պարկավորների մոտ փոխվում են միայն նախասեղանատամները։ Պարկավորների, ինչպես և ձվադրողների գլխուղեղի կիսագնդերի միջև չկա կոշտուկային մարմին կոմիսուր։ Պարկավորների են բավականին երկար ժամանակ սկսած կավճի դարաշրջանից մինչև պլեյոստոցենը, չհանդիպելով առավել բարձր աստիճանի զարգացած ընկերքավորների մրցակցությանը, հարմարվել և ապրել են բնության տարբեր պայմաններում։ Պարկավորների մեջ կան կիսաջրային, վերգետնյա, ծառաբնակ, հողի մեջ ապրող ձևեր, իսկ ըստ սննդառության տիպի՝ ամենակեր, բուսակեր, գիշատիչ և միջատակեր։ Պարկավորների շատերը՝ սկյուռները, սավառնակասկյուռները, խլուրները, գետնափորները, կզաքիսները, գորշուկները, գայլը, կոնվերգենտ նման են ընկերքավորների համապատասխան տեսակներին, ինչը էվոլյուցիոն զարգացման կենսաբանական զուգահեռականության փայլուն օրինակ է։ Տարբեր մայրցամաքներում բավականին երկար ժամանակ կաթնասունները ապրել են գրեթե միատեսակ պայմաններում և զարգացել նույնանման ուղղություններով։ Պարկավոր կաթնասուների ենթադասը ընդգրկում է մեկ պարկավորների կարգը, որը բաժանվում է 3 ենթակարգերի՝ բազմակտրիչավորների կամ գիշատիչների, ցենոլեստայինների և երկկտրիչավորների կամ բուսակերների։ Ենթակարգ բազմակտրիչավորներ կամ գիշատիչ պարկավորներ բազմաթիվ կիսաջրային ցամաքային ծառաբնակ պարկավորներ են, տարածված են Ավստրալիայում, Հարավային և Հյուսիսային Ամերիկայում։ Վերին ծնոտի կեսի վրա կա 3-ից 5, ստոյնում 3-ից 4 կտրիչ, գիշատիչ, միջատակեր կամ ամենակեր կենդանիներ են։ Ենթակարգը ընդգրկում է հետևյալ ընտանիքները։ Պարկամկների կամ օպոսումների ընտանիքը ներկայացված է 84 տեսակով, որոնց մարմնի երկարությունը կազմում է 7-ից 50 սմ։ Ծառաբնակ ամենակեր մթնշաղային գիշատիչ կենսակերպով կաթնասուններ են, տարածված են հիմնականում Հարավային Ամերիկայում։ Միայն մեկ տեսակի պարկամուկը ապրում է Հյուսիսային Ամերիկայում։ Այս պրիմիտիվ կենդանիները հավանաբար հանդիսացել են պարկավորների ելակետային ձևեր։ Գիշատիչ պարկավորների ընտանիք տարբեր չափերի 4-ից 10 սմ-ից մինչև 100-ից 110 սմ երկարությամբ կենդանիներ են։ Սրանց են պատկանում Տասմանիա կղզում բնակվող պարկավոր գայլը, ծառաբնակ պարկավոր կատուն, որը արտաքուստ նման է ընկերքավոր կատվին։ Կիսաջրային ձևերից է պարկավոր առնետը, որը նման է ընկերքավոր սրնչակին։ Պարկավոր խլուրների ընտանիքը, որի ներկայացուցիչը պարկավոր խլուրն է, վերջինս իր արտաքին տեսքով և սննդառությամբ շատ նման է ընկերքավոր խլուրդին, վարում է ստորգետնյա կյանք, կույր է, մագիլներ կրող թաթերով փորում է հողը և սնվում անողնաշարավորներով։ Պարկավոր և ընկերքավոր խլուրդների նմանությունը կոնվերգենցիայի ցայտուն օրինակ է։ Պարկավոր գորշուկների կամ բանդիկուտների ընտանիքը ընդգրկում է 19 տեսակի շարժուն ոչ մեծ կենդանիներ, ապրում են գետերի հովիտներում, անտառաեզրերում։ Պարկավոր մշնակերների ընտանիքը մանր առնետների չափ գազանիկներ են, սնվում են մրջյուններով և տերմիտներով։ Ենթակարգ ցենոլեստայիններ սակավատեսակ Հարավային Ամերիկայի լեռնային անտառներում տարածված կաթնասուններ են, արտաքուստ նման են առնետներին, գետնափորներին, ունեն պրիմիտիվ ատամնային համակարգ, միջատակեր ծառաբնակ գիշերային կենսակերպով կենդանիներ են, ծագապարկ չունեն։ Այս կենդանիների կենսաբանությունը գրեթե չի ուսումնասիրված։ Հայտնի է մեկ ցենոլեստայինների ընտանիք, որը ներառում է 3 ցեղ։ Այս կենդանիները զբաղեցնում են միջանկյալ տեղ բազմակտրիչավորների և երկկտրիչավորների միջև։ Ենթակարգ երկկտրիչավորներ կամ բուսակերներ առավելապես բուսակեր պարկավորներ են, ունեն երկարավուն կտրիչներ, վերջիններից թիվը վերին ծնոտի կեսում հասնում է մինչև 3-ից ստոյնում 1-ը։ Սեղանատամներն ունեն բթացած գագաթներ, որոնց օգնությամբ մարացվում է կերը։ Ետին վերջույթների երկրորդ և երրորդ մատները կծաճել են։ Տարածված է միայն Ավստրալիայում և Հարավային կղզիներում, երկկտրիչավորների ընտանիքներից են կենգուրուների ընտանիքը, որը ընդգրկում է 51 տեսակ, վերջիններիս մարմնի երկարությունը կազմում է 25-ից 160 սմ, պոչի երկարությունը 15-ից 105 սմ, մարմնի զանգվածը 104-ից 90 կգ։ Այս պարկավորների առջևի ոտները փոքր են, իսկ ետիները երկար և ուժեղ, ունեն նաև ուժեղ զարգացած պոչ։ Տեղաշարժվում են ետին վերջույթների օգնությամբ ցատկելով մինչև 50 կմ/ժ արագությամբ, սնվում են բույսերով, ոմանք նաև մանր կենդանիներով։ Ստամոքսում բջջանյութի մարսմանը մասնակցում են սիմբիոտիկ օրգանիզմները, էգը ծնում է 1-ից 2 ձագ, խոշոր տեսակներից ստանում են միս մորթի, ոմանց բուծում են հատուկ ֆերմաներում։ Կենգուրուներից ոմանք ապրում են բաց տարածություններում, հարթավայրերում և զբաղեցնում են իրենց բնակատեղերում բացակայող սմբակավորների տեղը։ Մանր տեսակի կենգուրուները կոչվում են վալաբի։ Վոմբատների ընտանիքը հայտնի է 2 տեսակ, որոնք նման են ընկերքավոր արջամկներին, ապրում են տափաստաններում, անտառատափաստաններում, անտառներում, փորում են երկար գետնաբներ, սնվում են խոտով, ծառերի արմատներով, կեղևով, էգը ծնում է 1 ձագ։ Կուսկուսների կամ ֆալանգերիդների ընտանիքը, որի մեջ ընդգրկված է 43 տեսակ, սրանք նման են ընկերքավոր մկներին, առնետներին, սկյուռներին, կզաքիսներին։ Կուսկուսների մարմնի երկարությունը հասնում է 6-ից 80 սմ, մեծ մասը բուսակեր է, ոմանք միջատակերներ են, կան ամենակերներ։
Այս ընտանիքի ներկայացուցիչներից է պարկավոր արջը կոալան, պարկավոր սկյուռը, պարկավոր քնամոլները, պոսումները, վերջինս առավել ծառաբնակ տեսակ են, ունեն կառչող պոչ, սնվում են բույսերով, մեղրով, նեկտարով, երբեմն միջատներով։ Կան տեսակներ, որոնց մարմնի աջ և ձախ կողմերում տեղադրված են թաղանթներ, որոնց օգնությամբ կենդանիները թռչում են ծառից մինչև 70 մետր հեռավորություն։ Ենթադաս ընկերքավոր կամ բարձրակարգ գազաններ։ Հայտնի է 6000 տեսակի ընկերքավոր կաթնասուններ, որոնք տարածված են գրեթե բոլոր մայրցամաքներում և ապրում են խիստ տարբեր պայմաններում։ Սրանց մեջ կան ստորգետնյա, վերգետնյա, ծառաբնակ, ջրային, թռչող ձևեր, ունեն լավ զարգացած կաթնագեղձեր և մաշկային այլ գեղձեր։ Այս կաթնասուններն ունեն լավ զարգացած ընկերք, ձագատեղ, որտեղ զարգանում է սաղմը։ Ծնվելուց հետո ձագերը կարողանում են ինքնուրույն ծծել կաթնագեղձը և սնվել կաթով։ Զարգացման ընթացքում այս կենդանիների մոտ սկզբում գոյանում է կաթնային ատամներ, որոնք հետագայում փոխարինվում են մշտական ատամներով։ Ատամները տեղադրված են հատուկ փոսիկներում։ Նրանք խիստ տարբերակված են կտրիչների, ժանիքների, նախասեղանատամների և սեղանատամների և ունեն 1-ից 3 արմատ։ Մաշկը բաղկացած է երկու շերտից՝ էպիդերմիսից և կուտիսից։ Այն ծածկված է տարբեր աստիճանի զարգացած մազերով։ Կաթնասուններից մի շարք տեսակներ տարվա ընթացքում կատարում են մինչև 3 մազափոխություն։ Վերջիններս յուրահատուկ են նաև մորթու գույնի և խտության սեզոնային և տարիքային փոփոխություն։ Մի շարք ցամաքային կաթնասուններ, որոնք ընդունակ են երկարատև ձմեռային քնափոխության, ինչպես նաև ջրային կաթնասուններից շատերի մաշկի ստորին փուխը շերտում կուտակվում է ճար։ Վերջինս ծառայում է որպես սննդի պաշար և ջերմամեկուսիչ է։ Ընկերքավոր կաթնասունները ունեն առավել լավ զարգացած կենտրոնական նյարդային համակարգ, հատկապես գլխուղեղի կիսագնդեր։ Վերջիններս միացած են իրար կոշտուկային մարմնով և ծածկված են հաստ կեղևով նեոպայլյումով։ Ընկերքավորներն ունեն լավ զարգացած ոսկրային կմախք, մկաններ, արյունատար, շնչառական, մարսողական, սեռական և արտաթորության օրգաններ։ Ընկերքավորների ենթադասին պատկանում են հետևյալ կարգերը։ Կարգ միջատակերներ։ Հնադարյան կավճի ժամանակաշրջանից հայտնի շուրջ 370 տեսակի մանր և միջին չափի կաթնասուններ են։ Սրանց մարմնի երկարությունը տատանվում է 3-ից 44 սանտիմետր, իսկ զանգվածը 1 գրամից մինչև 2 կիլոգրամի սահմաններում։ Շատերն ունեն փափուկ, խիտ և թավշյա արժեքավոր մորթի։ Ոզնիները ունեն յուրահատուկ ասեղնավոր զրահ, վերջույթները մեծամասամբ հնգամատ են։ Մատները զինված են մագիլներով։ Թաթաքայլ կամ հազվադեպ կիսաթաթաքայլ ձևեր են։ Գանգը փոքր է, քթային բաժինը ձգված։ Գլխուղեղի մակերեսը հարթ է, չունի գալարներ, հոտառական բլթերը ուժեղ զարգացած են, չունեն թմբկաթաղանթ, ակտիվ են գիշերը, ոմանք և գիշերը և ցերեկը։ Շատերն ունեն մերձհետանցքային և այլ հոտավետ գեղձեր։ Պոլիգամ են, ծնում են 6-ից 14 ձագ, կաթնագեղձերն ունեն 3-ից 6 զույգ պտուկներ։ Ատամները թույլ են տարբերակված, նրանց ընդհանուր քանակությունը տատանվում է 26-ից մինչև 44-ի սահմաններում։ Միջատակեր են, վարում են վերգետնյա, ստորգետնյա փորող, վերգետնյա ջրային, կիսածառաբնակ կենսակերպ։ Միջատակերների կարգին պատկանող ընտանիքներից է ոզնիների ընտանիքը, որի ներկայացուցիչների մարմինը ծածկված է խիտ ասեղներով, ականջախեցիները և աչքերը թույլ են զարգացած, ունեն 36 ատամ, տարածված են Եվրասիայում, Աֆրիկայում։ Ներկայացուցիչներից է սովորական ոզնի, որը բնակվում է լայնատերև և խառը անտառներում, մարգագետիններում, տափաստաններում, գետերի հովիտներում։ Սրնչակների ընտանիքը մանր մինչև 12-ից 22 սմ երկարության միջատակերներ են, գլխի երկարությունը հասնում է 5-ից 6 սմ, պոչի երկարությունը գրեթե հավասար է մարմնի երկարությանը։ Նա ծածկված է եղջերային թեփուկներով և ունի մուսկուսային գեղձեր։ Այս գեղձերի յուղանման խիստ հոտավետ արտազատուկը սրնչակը կսում է իր մազերին և նրանց դարձնում ջրաանթափանցելի։ Առջևի թաթերը կարճ են, իսկ ետիները երկար ու լայն։ Ծռված մատները միացած են լողաթաղանթներով։ Ներկայացուցիչներից է սովորական սրնչակը, տիպի կիսաջրային ձև է, ապրում է փոքր բուսակալված ջրավազաներում, դանդաղ հոսող գետերում։ Բների անցքերը բացվում են ջրի մեջ։ Ամռանը վարում է միայնակ կյանք կամ կազմում են զույգեր ընտանիքներ, իսկ ձմռանը մեկ գտնաբնում հավաքում է 12-ից 13 առանձնյակ։ Սնվում են ջրային անողնաշարավորներով, փափկամարմիններով, միջատների թրթուրներով, հղիությունը տևում է 45-ից 50 օր։ Ծնում են 3-ից 5 ձագ։ Տարվա ընթացքում բազմանում են մի քանի անգամ, ունեն խիտ, ամուր, մետաքսանման մորթի։ Խլուրդների ընտանիքը ներառում է 30 տեսակի միջատակերներ, հայտնի են երկրորդային պարբերաշրջանից։ Մանր 5-ից 21 սմ երկարությամբ ստորգետնյա փորող, երբեմն վերգետնյա վազող կենդանիներ են։ Ականջախեցի չունեն, աչքերը փոքր են, ոմանց մոտ ծածկված են մաշկով, ունեն 34-ից 44 ատամ, տարածված են Եվրասիայում և Հյուսիսային Ամերիկայում։ Գանգը երկար է, կոնաձև, իսկ կոնքը նեղ երկար։ Մորթին փափուկ է, խիտ, թավշային, ունի միատարր, մուգ, մոխրագույն շագանակագույն կամ սև գույն։ Ընտանիքի ներկայացուցիչներից է փոքր խլուրդը, սովորական խլուրդը, մոգերը, ալտայի խլուրդը և այլն։ Խլուրդները նման են և գետնափորներին, և սրնչակներին, նրանք հանդիպում են միջանկյալ ձևեր նշված միջատակերների միջև։
Գետնափորների ընտանիքը ընդգրկում է 270 տեսակ մանր կամ շատ մանր գազանիկներ, մարմնի երկայնությունը տատանվում է 4-ից 13 սմ, կշիռը 1-ից 17 գրամի սահմաններում, ունեն երկար պոչ, թույլ զարգացած ականջախեցի հնգամատ վերջույթներ, թաթաքայլ տեսակներ են, գանգը նեղ և երկար է, քթայի մասում սրացած, ունեն 26-ից 36 ատամ, յուրաքանչյուր վերին կտրիչ գոյացել է երկու միաձուլված կտրիչներից, որոնց արմատների միջև կա խոռոչ։ Որոշ գիտնականների կարծիքով գետնափորների մարմինը, նույն թվում և գանգը ձմռանը փոքրանում է, որը համարում է հարմարողական հարմարանք ձմռանը սննդի սակավության ժամանակ գոյատևելու համար, սնվում է միջատներով և այլ մանր անողնաշարավորներով։ Հորատամը մեկ օրվա ընթացքում սնվում է շուրջ 120 անգամ և քնում 78 անգամ։ Տարվա ընթացքում բազմանում է 1-2, երբեմն 3 անգամ, յուրաքանչյուր անգամ ծնում են 4-ից 8 ձագ, ապրում են մինչև 18 ամիս, տարածված են Եվրասիայում, Աֆրիկայում, Հյուսիսային Ամերիկայում և Հարավային Ամերիկայի հյուսիսային մասերում, բնակվում են հարթավայրերում, անապատներում, լեռներում, վարում են վերգետնյա կամ կիսաջրային կենսակերպ։ Գետնափորների ներկայացուցիչներից է փոքրիկ հորատամը, ամենափոքր կաթնասունն է, մարմնի կշիռը կազմում է 2-ից 3 գրամ, միջին հորատամը, հսկա հորատամը, ջրային կոտորյան և այլն։ Ցատկողների ընտանիքը հայտնի է 14 տեսակ, որոնք տարածված են Աֆրիկայում։ Այս կենդանիները նման են ճագարամկներին, ետին վերջույթները նկատելի երկար են առջևիներից։ Քայլելու ժամանակ օգտագործում են բոլոր վերջույթները, իսկ վազելու ժամանակ միայն ետին ոտները։ Սնվում է միջատներով, հատկապես տերմիտներով, սերմերով, պտուղներով։ Ոսկյա խլուրդների ընտանիքը ընդգրկում է 7 տեսակ ստորգետնյա փորող կենդանիներ, որոնց գլանաձև մարմնի երկարությունը հասնում է մինչև 22 սմ. Մարմինը ծածկված է կարճ մետաղափայլ մազերով, դնչի ծայրը մերկ է, եղջերացած, որը օգնում է հողը փորելուն։ Առջևի վերջույթների երրորդ մատները շատ մեծ են, ունեն մեծ ճանկեր, տարածված են Հարավային Ամերիկայի 4 տափաստաններում, անապատներում, սնվում են հողի միջատներով և նրանց թրթուրներով, այլ անողնաշարավորներով։ Բացի նշվածներից միջատակերների կարգին են պատկանում նաև հետևյալ ընտանիքները՝ ճեղքատամնավորների, որոնք տարածված են Անտիլյան կղզիներում, տենրեկների կամ խոզանակիր ոզնիների, որոնք ապրում են Մադագասկարում, տուպայների, որոնք տարածված են Հնդամալայական մարզում, ջրաղվեսային գետնափորների, որոնք տարածված են Արևմտյան Էթիոպիայում։ Կարճ բրդաթևավորներ կամ կագուաններ։ Հայտնի են երկու ծառաբնակ տեսակ, որոնք պատկանում են բրդաթևավորների ընտանիքին։ Այս կենդանիների մարմնի յուրաքանչյուր կողմի առջևի և ետին վերջույթները, պարանոցը և պոչը միացած են բրդով ծածկված մաշկային թաղանթով։ Սրանց օգնությամբ բրդաթևավորները թռչում են ծառից ծառ, որոնք գտնվում են մեկը մյուսից 60-ից 80 մետր հեռավորության վրա։ Կարգի ներկայացուցիչը կագուան, որն ունի 42 սմ մարմնի երկարություն, 27 սմ երկարության պոչ և մինչև 2 կգ մարմնի զանգված։ Հողի վրա տեղաշարժում են դժվարությամբ, բուսակեր են, ծագերը մնում են մոր հետ շուրջ 1 տարի, տարածված են Հնդկաչինում, Մալայան արշիպելագայում։ Կարճ չղջիկներ կամ բազկաթևավորներ, մանր և միջին չափի գազաններ են, 3-ից 40 սմ երկարությամբ, հայտնի են շուրջ 850 տեսակ։ Միակ կաթնասուններն են, որոնք ընդունակ են երկարատև թռիչքի։ Չղջիկների առջևի զույգ վերջույթների բոլոր մատները, բացի առաջինից, դաստակը և նախաբազուկը շատ երկար են և միացած են իրար ճկուն մաշկային թաղանթով։ Այսպիսի թևերի օգնությամբ նրանք թռչում են։ Բազկաթևավորների կրծովսկրը, ինչպես թռչուններինը, կրում է ողնուց, որի միանում են թևերը թափահարող կրծքային հզոր մկանները, ունեն լավ զարգացած ուսագոտի, թեթև կմախ, գանգի սերտաճած ոսկրեր, խիտ մազածածկույթ։ Չղջիկների աչքերը թույլ են զարգացած, նրանք քիչ նշանակություն ունեն միջավայրում կողմնորոշվելու համար, ակտիվ են մթնշաղին և գիշերը, սնվում են հիմնականում միջատներով, որոնց որսում են թռիչքի ընթացքում, շատակեր են, մեկ օրվա ընթացքում ուտում են իրենց մարմնի զանգվածին հավասար կեր, ոչնչացնում են մեծ քանակությամբ միջատներ։ Չղջիկների աղիքները կարճ են, նրանք ընդամենը 1-ից 4 անգամ են գերազանցում մարմնի երկարությանը։ Կաթնային ատամները խիստ տարբերվում են մշտականներից, չղջիկներն ունեն յուրահատուկ բարձր աստիճանի զարգացած ուժեղ և սուր լսողության օրգան։ Թռիչքի ընթացքում ներշնչման և արտաշնչման ժամանակ չղջիկը պարբերաբար արտադրում է 30-ից մինչև 70,000 հերց գերձայներ և ընկալում տարբեր առարկաներից անդրադարձող ձայները։ Արձագանքող օրգանի էխոլոկատորի օգնությամբ չղջիկները կողմնորոշվում են մութ պայմաններում։ Այս կենդանիների գլխի վրա տեղադրված են լայն բերանային ճեղք, որի օգնությամբ թռիչքի ժամանակ որսում են թռչող միջատներին։ Չղջիկներն ունեն նաև լավ զարգացած շոշափելիքի զգայարան, վերջիններից դերը կատարում են գլխի տարբեր մասերում տեղադրված մազիկները և մարմնիկները։ Այս կաթնասունների մարմնի ջերմաստիճանը տատանվում է -7-ից մինչև +48-ի սահմաններում։ Բարեխառն գոտիներում ձմռանը ոմանք քնում են, մյուսները չվում են դեպի տաք գոտիներ։ Չղջիկները նման են պրիմիտիվ միջատակերներին և առաջացել են վերջիններից։ Տարածված են ամենուրեք, բացի Արկտիկայից և Անտարկտիկայից։ Հատկապես շատ են արևադարձային գոտում։ Կարգը բաժանվում է երկու ենթակարգի՝ թևատների և իսկական չղջիկների։
Ենթակարգ թևատներ։ Այս ենթակարգը ներկայացված է մեկ թևատների կամ պտղագերների ընտանիքով, որը ընդգրկում է շուրջ 140 տեսակ։ Ամենախոշոր չղջիկներն են, որոնց մարմնի երկարությունը հասնում է 40 սմ, իսկ թևերի բացվածքը 170 սմ։ Գանգը ունի երկարացված դիմային բաժին, աղիքի երկարությունը 4 անգամ գերազանցում է մարմնի երկարությանը։ Սեղանատամներն ունեն տափակ մակերես, աչքերը համեմատաբար մեծ են, կերպ փնտրում են տեսողական և օտարական զգայարների օգնությամբ։ Էխոլոկացիան յուրահատուկ է քարանձավներում բնակվող որոշ տեսակներին, ցերեկը անցկացնում են ծառերի վրա, քարանձավներում, հազվադեպ փչակներում։ Սնվելու համար չվում է մեկ գիշերվա ընթացքում անցնելով 90-ից 100 կիլոմետր։ Թևատների ներկայացուցիչներից է թռչող շունը կամ կալոնգը, որը ապրում է Մալայան արշիպելագայում։ Էգը ծնում են 1-ից 2 ձագ, սնվում են հյութալի պտուղներով, տեղ-տեղ վնաս են հասցնում այգեգործությանը, տարածված են նաև Ասիայի, Աֆրիկայի և Ավստրալիայի արևադարձային գոտում։ Ենթակարգ իսկական չղջիկներ կամ միջատակերներ, մանր 3-ից 14 սմ երկարությամբ չղջիկներ են, ունեն սուր ատամներ, համեմատաբար խոշոր ականջախեցի, հայտնի է շուրջ 800 տեսակ, լայն տարածված են, սնվում են հիմնականում միջատներով, երկթևավորներով, թեփուկաթևավորներով, կարծրաթևավորներով։ Շատ օգտակար ձևեր են, կան տեսակներ, որոնք սնվում են նեկտարով, ձկներով, արյունով, բազմանում են դանդաղ, էգերը ծնում են 1-ից 2 ձագ, զուգավորումը կատարում են և աշնանը և գարնանը։ Աշնան-զուգավորման ժամանակ իգական սեռական ուղիներ ներմուծված արական սեռական բջիջները մնում են այնտեղ մինչև գարունը, ձվաբջիջի բեղմնավորումը կատարում են գարնանը, երբ էգերի մոտ դիտում է օվուլյացիա։ Գարնանը զուգավորողների մոտ միաժամանակ կատարում է և օվուլյացիա և ձվաբջիջի բեղմնավորում։ Հյուսիսային տեսակներից ոմանք ձմռանը մնում են իրենց տեղերում և քնում, որոշ վայրերում նրանք կուտակվում են տասնյակ հազարներով։ Մի շարք տեսակներ ձմռանը չվում են դեպի հարավ և անցնում հազարավոր կիլոմետրեր։ Իսկական չղջիկների ենթակարգին են պատկանում հետևյալ ընտանիքները։ Նշտարաքիթ կամ մկնապոչավոր չղջիկների ընտանիքը ընդգրկում է 4 տեսակ, պրիմիտիվ ձևեր են, ունեն երկար պոչ, սնվում են միջատներով, տարածված են Աֆրիկայում, Հարավային Ասիայում։ Պարկաթևավորների ընտանիքը միջատակեր, հազվադեպ պտղակեր չղջիկներ են, տարածված են Հին աշխարհի, արևադարձային և մերձարևադարձային գոտիներում։ Ձկնակեր չղջիկների ընտանիքը ներկայացված է 2 տեսակով, որոնք ապրում են Կենտրոնական և Հարավային Ամերիկայում։ Սնվում են մանր ձկներով, խեցգետնակերպերով, բզեզներով։ Էխոլոկատորը գործում է մինչև 2 մետր հեռավորության վրա։ Ներկայացուցիչներից է գիշերային շեկ չղջիկը։ Կեղծ վամպիրների ընտանիքը ներառում է մանր և համեմատաբար խոշոր տեսակներ։ Մանրները սնվում են խոշոր միջատներով, խոշորները մանր կրծողներով, գորտերով, թռչուններով և չղջիկներով։ Պայտակի չղջիկների ընտանիքը ընդգրկում է 60 տեսակ, դեմքի վրա ունեն մաշկային ելուններ, որոնք շրջանառում են քիթը և ձևավորում պայտ։ Այս կառույցը հավանաբար ապահովում է քթով արտահանվող կեղծ ձայների խիստ ուղղորդվածությունը։ Ձայնային արձագանքը, ինչպես մյուս չղջիկներին, ընկալում են յուրահատուկ բարդ ականջներով, տարածված են արևելյան կիսագնդի բարեխառն և արևադարձային գոտիներում։ Ամերիկական տերևաքիթների ընտանիքը ընդգրկում է մանր և խոշոր տեսակներ։ Մանր ձևերը սնվում են միջատներով, նեկտարով, ծաղկափոշիով, իսկ խոշորները մանր մողեսներով, թռչուններով, կրծողներով, չղջիկներով։ Տարածված են Ամերիկայի արևադարձային և մերձարևադարձային գոտիներում։ Ներկայացուցիչներից է նիզակակիր չղջիկը։ Վամպիրների ընտանիքը հայտնի է 3 տեսակ, որոնք ապրում են Ամերիկայի արևադարձային գոտիում։ Բարձր աստիճանի մասնագիտացված տաքարյուն կենդանիների արյունով սնվող չղջիկներ են։ Այս բազկաթևավորները իրենց սուր կտիչներով ծակում կամ կծում են քնած սմբակավոր կենդանուն, երբեմն մարդուն և լիզում վերքից հոսող արյունը։ Չղջիկների թուքը պարունակում է ցավազրկող և արյան հակամակարդիչ նյութեր։ Դրանցով է բացատրվում ցավի բացակայությունը սմբակավոր կենդանու մաշկը կծելու ժամանակ և երկարատև արյունահոսությունը վերքից։ Այս արյունածոծ չղջիկները տարածում են մի շարք հիվանդություններ, կատաղություն, ժանտախ, հարուցիչներն են, մեծ վնաս են հասցնում անասնապահությանը։ Սովորական չղջիկների ընտանիքը ներառում է շուրջ 300 տեսակ, մանր 3-ից 10 սմ երկարությամբ գազաններ են, սնվում են միջատներով, ոմանք ձկներով։ Մի շարք տեսակներ ձմռանը չվում են հարավ, մյուսները քնում են։ Զուգավորվում են աշնանը, ձվաբջիջները բեղմնավորում են գարնանը, տարածված են բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից։ Ներկայացուցիչներից է ականջեղ չղջիկը։ Ցլաշնայինների ընտանիքը։ Այս ընտանիքին պատկանում է շուրջ 100 տեսակ, տարածված են Հարավային Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում, Ամերիկայում։ Բազուկոսկրը կրկնակի հոդավորում է թիակի հետ, թևերը նեղ են, ման-գաղաձև։ Մկանուտ պոչի և ետին վերջույթների վրա տեղադրված բիտերը վայրեջքի ժամանակ կատարում են թռիչքի արգելակող օրգանի դեր։ Թռչում են թեթև և արագ, մինչև 60 կմ/ժ, ոչնչացնում են մեծ քանակությամբ վնասատու միջատներ, տարածում են որոշ հիվանդությունների հարուցիչներ։ Այս չղջիկները ընդունակ են ցածր հաճախականության ձայները արագ փոխել բարձր հաճախականության ձայներով, ինչը էխոլոկացիայի ժամանակ մեծացնում է առարկաների փնտրման և հայտնաբերման հնարավորությունը։ Բիոնիկական ուսումնասիրությունները ունեն մեծ նշանակություն համապատասխան տեխնիկայի զարգացման համար։ Չղջիկների կարգին են պատկանում նաև մի շարք այլ ընտանիքներ։
Կարգ թերատամնավորներ ընդգրկում են ընդամենը 20 տեսակ յուրահատուկ մասնագիտացված կաթնասուններ են, տարածված են հարավային Կենտրոնական Ամերիկայում և Հյուսիսային Ամերիկայի հարավային շրջաններում, հայտնի են վաղ երրորդային ժամանակաշրջանից։ Նշված ժամանակաշրջանում եղել են հսկա ցուլի չափ մեգալոնիկներ, մեգատերիաններ, հզոր զրահով գլիպոտոդներ։ Պահպանվել են համեմատաբար մանր տեսակներ, որոնց մարմնի երկարությունը կազմում է 12-ից 120 սանտիմետր։ Թերատամնավորները ատամներ չունեն կամ դրանք թերզարգացած են։ Վերջին դեպքում ատամները տարբերակված չեն, չունեն էմալային շերտ։ Կարգը ընդգրկում է 3 ընտանիք։ Մրջնակերների ընտանիքը ներկայացված է 3 տեսակով, որոնք ապրում են անտառներում, անտառատափաստաններում։ Գանգը երկարացված է, ունի ընդգծված դիմային մաս։ Բերանային ճեղքը նեղ է, սնվում է մրջյուններով և հավասարաթևավորներով, որոնց որսում են երկար և կպչուն լեզվով, ատամներ չունեն։ Առջևի թաթերը կրում են երկար և սուր մագիլներ, որոնց օգնությամբ նրանք քանդում են տերմիտների բները։ Ծույլիկների ընտանիքը ներառում է 5 տեսակ՝ ծառաբնակ, մանր գիշատիչներ են, վարում են գիշերային կենսակերպ։ Գանգի դիմային մասը կարճ է, ակնաբները իրար մոտ են տեղադրված, ունեն միայն նախասեղանատամներ և սեղանատամներ, որոնք անընդհատ աճում են։ Մարմնի ջերմաստիճանը փոփոխական է, այն տատանվում է 24-ից 30 աստիճան Ցելսիուս սահմաններում։ Բուսակեր, սակավաշարժ, անվնաս կաթնասուններ են, իրենց ժամանակի մեծ մասը անցկացնում են մեջքային կողով դեպի ներքև ուղղված կախված վիճակում։ Այդ պատճառով է ծույլիկների մազերը կախված են փորային կողմից դեպի մեջքայինը, ճյուղերից կախվում են երկար և ծռված մագիլների օգնությամբ, տարածված են հարավային և կենտրոնական Ամերիկայի արևադարձային գոտիների անտառներում։ Զրահակիրների ընտանիքը ընդգրկում է 20 տեսակի մաշկային զրահով ծածկված կենդանիներ։ Զրահը բաղկացած է ոսկրային թիթեղներով ծածկված եղջերային շերտից։ Զրահակիրների թիթեղները, ի տարբերություն կրիաների թիթեղների, շարժուն են միացած և ծածկում են ամբողջ մարմինը։ Վտանգի դեպքում թաքնվում են բներում կամ ընկղմվում են հողի մեջ կամ գնդաձև կծկվում են։ Զրահը հանդիսանում է պասիվ պաշտպանողական հարմարանք։ Փորի և վերջույթների վրա հազվադեպ հանդիպում են մազեր։ Առջևի թաթերի մատերը զինված են մագիլներով, որոնց օգնությամբ փորում են հողը։ Ապրում են բաց տարածքներում, երբեմն անտառներում։ Սնվում են մանր կենդանիներով, լեշով, բույսերով։ Կարգ թեփամորթներ հայտնի է ընդամենը 8 տեսակ, որոնք ընդգրկում են մեկ թեփուկամորթների ընտանիքի մեջ։ Մարմինը վերևից ծածկված է եղջերային թեփուկներով։ Այս ծածկույթը ծառայում է որպես պաշտպանողական օրգան։ Թեփամորթները եղջերային թեփուկներից կազմված ծածկույթը չունի ուղղակի կամ սողունների մարմնի նույնանման ծածկույթի հետ։ Նա երկրորդային երևույթ է։ Վերջույթների մատները կրում են մագիլներ, մրջնակերների նման ունեն երկարավուն դունչ, կպչուն լեզու։ Ատամները բացակայում են, ստամոքսը ներսից ծածկված է եղջերանման թաղանթով։ Այս կենդանիները կուլ են տալիս մանր քարեր, որոնց օգնությամբ ստամոքսում մանրացնում են կերը, ինչպես թռչունները։ Ակտիվ են գիշերը, վտանգի դեպքում թաքնվում են բներում կամ կծկվում են։ Ապրում են հողի մեջ, ծառերի վրա։ Տարածված են հարավ-արևելյան Ասիայում 3 տեսակը, արևադարձային Աֆրիկայում 5 տեսակը։ Սնվում են մրջյուններով, տերմիտներով, որոնց բռնում են երկար և կպչուն լեզվով։ Կարգ նապաստակակերպեր հայտնի է 60 տեսակ, որոնք ընդգրկված են 2 ճչաների և նապաստակների ընտանիքների մեջ։ Նապաստակակերպերն ունեն կոնվերգենտ նմանություն կրծողների հետ։ Վերջիններս տարբերում են նրանով, որ ունեն ոսկրային քիմք և յուրաքանչյուր ծնոտի վրա 4 կտրիչ։ Այլ կերպ ասած, նապաստակները երկզույգ կտրիչավորներ են։ Այս կաթնասուններն ունեն խիտ կամ նոսր մազածածկույթ։ Ճչաների կամ խոտադիրների ընտանիքը ներառում է մանր կարճականջ և կարճաթաթ տեսակներ, որոնք տարածված են Ասիայի, հարավ-արևելյան Եվրոպայի և հյուսիսարևմտյան Ամերիկայի լեռնային և հովտային շրջաններում։ Հյուսիսային ճչանը տարածված է մինչև բևեռային շրջանը, ապրում են բներում, քարերի կույտերում, կազմում են գաղութներ, ունեն ձայնային հազարարային զգարներ։ Ձմռան նախօրերին հավաքվում են սննդային պաշար, չորացած խոտ, որը կուտակում են փոքր դեզերով կամ թաքցնում քարերի մեջ։ Նրանց ճեղքերում այդպիսին է, օրինակ, դաուրյան ճչանը։ Նապաստակների ընտանիքը ըստ կենդանիների տարբերում է նախորդ ընտանիքի ներկայացուցիչներից նրանով, որ ունեն բավականին երկար ականջախեցի։ Բացի այդ, նապաստակների ետին վերջույթները առջևիների հետ համեմատած շատ երկար են։ Մեկ տարվա ընթացքում բազմանում են 2-ից 3 անգամ։ Հղիությունը տևում է շուրջ 50 օր։ Ծնում են տեսունակ, մազերով ծածկված վազելու ընդունակ ձագեր։ Այս ընտանիքի ներկայացուցիչի սպիտակ նապաստակը տարածված է տունդրայում, Եվրոպայի և Սիբիրի անտառային անտառատափաստանային գոտիներում։ Նապաստակը ձմռանը փոխում է իր գույնը, դառնում է ձյունասպիտակ, որը հովանավորող գունավորում է։ Մյուս ներկայացուցիչը եվրոպական նապաստակը ունի մուգ գույն, հյուսիսում սպիտակում է մասամբ, իսկ հարավում բոլորովին չի սպիտակում։ Միջին Ասիայի անապատներում ապրում է մանր տեսակի նապաստակ տուլայը։ Նապաստակները բուսակեր են, կոշտ կերերով սնվելու համար ունեն ուժեղ զարգացած կույրաղիկ։ Ունեն նաև մշտապես աճող
կոչվող սեղանատամներն, նապաստակներն ի տարբերություն չիչաների ձմռան համար սննդի պաշար չեն ստեղծում, չեն կառուցում նաև հատուկ ապաստարաններ, սնվում են, հանգստանում են թփուտներում կամ խիտ կանաչի մեջ։ Նապաստակների ընտանիքին է պատկանում նաև վայրի ճագարը, որը տարածված է Եվրոպայում։ Նապաստակների հետ համեմատած ճագարների ականջախեցիները և թաթերը կարճ են։ Ճագարներն ապրում են գետնաբներում գաղութներով։ Հղիությունը տևում է 30 օր, ծագերը ծնվում են մերկ, անօգնական, որոշ տեղերում ճագարներն ունեն արդյունագործական նշանակություն։ Կար կրծողներ հայտնի է պալեոցենի ժամանակաշրջանից, կաթնասունների մեջ տեսակային կազմով ամենահարուստ կարգն է, ընդգրկում են շուրջ 2000 տեսակ։ Տարածված են գրեթե բոլոր մայրցամաքներում, ապրում են տարբեր լանդշաֆտներում, սրանց մեջ կան ստորգետնյա, վերգետնյա, կիսաջրային ծառաբնակ տեսակներ։ Մանր և միջին չափի առավելապես բուսակեր կաթնասուններ են, ժանիքներ չունեն։ Ի տարբերություն քառակտրիչավոր նապաստակների, կրծողների յուրաքանչյուր ծնոտի վրա կա 2 կտրիչ։ Վերջիններիս օգնությամբ նրանք կրծում են կոշտ բուսական կերը և սնվում։ Կրծողների վերին ծնոտի վրա տեղադրված է 3-ից 5, իսկ ստորին ծնոտի վրա 3-ից 4 նախասեղանատամ և սեղանատամ։ Վերջիններիս մակերեսի վրա կան թմբիկներ, որոնց օգնությամբ մանրացնում են բուսական կոշտ կերը և հեշտացնում նրա մարսումը։ Կտրիչները և ոմանց սեղանատամներն աճում են ամբողջ կյանքի ընթացքում։ Մարսողական ուղիները երկար են, ունեն լավ զարգացած և մեծ կույրաղիք, որտեղ կերը ենթարկվում է խմորման։ Կրծողներն ունեն համեմատաբար բարձր աստիճանի բեղունություն, նրանք դառնում են սեռասուն 1-ից 2 ամսվա ընթացքում։ Կրծողների դերը մեծ է մարդու կյանքում և բնության համակեցություններում, նրանցից շատերն ունեն արժեքավոր մորթի, ոմանք վնաս են հասցնում մշակովի բույսերին կրում և տարածում են մարդու և ընտանի կենդանիների մի շարք վտանգավոր հիվանդություններ։ Կրծողները հանդիսանում են համակեցությունների կարևոր բաղադրիչ մասը։ Արկտիկայի կենսացենոզներում կարևոր դեր են կատարում արկտիկական մկները։ Լեմինգները, տայգայում սկյուրները և դաշտամկները, լայնատերև անտառներում դաշտամկները, մկները, քնամոլները և այլ տեսակներ, տափաստաններում և անապատներում արջամկները, ավազամկները, համստերները, գետնասկյուռները, ճագարամկները և այլն։ Նրանք մեծ դեր են կատարում հողագոյացման և բուսական ծածկոցի ձևավորման գործում։ Կրծողների կարգը ընդգրկում է շուրջ 32-ից 34 ընտանիքներ, դրանցից են սկյուրների ընտանիքը, որը ընդգրկում է 260 տեսակ, ծառաբնակ և վերգետնյա ձևեր են, կան նաև տեսակներ, որոնք ապրում են և գետնի և ծառերի վրա։ Ծառաբնակ տեսակները ծառերի վրա կամ նրանց փչակներում կառուցում են բներ, վարում են միայնակ և ընտանիքային կենսակերպ։ Ձմռանը քնում են, սնվում են բուսականությամբ, կերի պակասի դեպքում չվում են, մեկ տարվա ընթացքում բազմանում են 2-ից 3 անգամ, ունեն արժեքավոր մորթի, կարևոր արդյունագործական կաթնասուններ են, տարածված են Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի անտառներում և այլ տեղերում, ոմանք կլիմայով արժեզրվել են Ղրիմում, Կովկասում, Տյան Շանում։ Սկյուրների ընտանիքի ներկայացուցիչներից է ծառաբնակ սովորական սկյուրը, արջամուկը, տարածված է Ասիայում, Արևելյան Եվրոպայում, դեղին գետնասկյուռը, որը ձմռանը 8 ամիս քնում է, փոքր գետնասկյուռը, խատուտի գետնասկյուռը, շերտավոր սկյուրը և այլն։ Սրանք իրենց բները կառուցում են հողի մեջ, ապրում են գաղութներով, աշնանը կուտակում են կերի պաշար, սերմեր, վայրի ընկույզ, ձմռանը չեն քնում։ Նրբամաս սկյուրը, որն ապրում է ավազային անապատներում, ձմռանը չի քնում, տարածված է Ասիայում, Իրանում, Աֆղանստանում, վերգետնյա տեսակները տարածված են տափաստաններում և լեռներում։ Գոֆերների ընտանիքը ապրում է գետնաբներում, տարածված են Հյուսիսային Ամերիկայում, Մեքսիկայում։ Երկարավոտավորների ընտանիքը նման են ճագարամկներին, տարածված են եթովպիական աշխարհագրական մարզում։ Սավառնասկյուռների ընտանիքը ծառաբնակ կրծողներ են, որոնց մարմնի աջ և ձախ կողմերի առջևի և ետին վերջույթները միացած են մաշկային թաղանթներով, որոնց օգնությամբ նրանք թռչում են ծառից ծառ։ Ներկայացուցիչներից է սովորական սավառնասկյուռը, որը տարածված է Եվրասիայում։ Տագուան ամենամեծ սավառնասկյուռներից է, որի մարմնի երկարությունը հասնում է 60 սմ, զանգվածը 2 կգ։ Սնվում է բույսերով, տարածված է հարավ-արևելյան Ասիայում։ Քնամորների ընտանիքը մանր ծառաբնակ գիշերային կենսակերպով կրծողներ են, ապրում են Հյուսիսային Աֆրիկայի, Հարավային Եվրոպայի, Միջին Ասիայի անտառներում և այգիներում։ Ներկայացուցիչն է քնամոլ պոլոչոկը, սնվում է մրգերով, վնասում է այգիներին։ Կուղբերի ընտանիքը հայտնի է 2 տեսակ՝ սովորական կուղբը, որը տարածված է Եվրասիայում, և ամերիկական կուղբը, որը բնակվում է Հյուսիսային Ամերիկայում։ Այս կրծողներն ապրում են անտառների գետերում գաղութներով, կառուցում են ամբարտակներ, գետի ափերին փորում են բներ կամ կառուցում են յուղակներ։ Ամռանը սնվում են խոտաբույսերով, ձմռան համար հավաքում են կերապաշար, ծառերի ճյուղեր, որոնց կեղևով սնվում են։ Բազմանում են տարին մեկ անգամ, ծնում են 2-ից 4 ձագ, սեռասուն են դառնում կյանքի 3-րդ տարում։ Այս կրծողներին հաջողվել է տարաբնակեցնել և բուծել արհեստական պայմաններում։ Ճագարամկների ընտանիքը տարածված է Աֆրիկայի և Ասիայի տափաստաններում և անապատներում, ունեն ուժեղ զարգացած ետին և թույլ զարգացած առջևի վերջույթներ, ունեն նաև երկար պոչ, որի ծայրին հաճախ լինում է փունջ, տեղաշարժվում են ետին ոտների օգնությամբ ցատկելով։ Բուսակեր են, որոշ տեղերում վնասում են բոստանային և տեխնիկական կուլտուրաները, ձմռանը քնում են։ Կուրամկների ընտանիքը յուրահատուկ մասնագիտացված կրծողներ են, վարում են ստորգետնյա կենսակերպ, աչքերը ծածկված են մաշկով, ականջախեցի չունեն։ Մարմինը գլանաձև է, պարանոցը թույլ է զարգացած։
Համստերների ընտանիքը ընդգրկում է 570 տեսակ, ապրում են ամենուրեք, մկների նման ուբիկվիստներ են։ Փորող ձևեր են, այս ընտանիքի ներկայացուցիչներից են հարավամերիկյան համստերը, որոնք սնվում են ձկներով և ջրային այլ կենդանիներով, ավազամկները, որոնք փորող կենդանիներ են, տարածված են Եվրասիայի և Աֆրիկայի կիսաանապատներում և անապատներում։ Սրանցից է մեծ ավազամուկը, որը սնվում է սաքսոլայով և կրում է մարդուն մի շարք հիվանդությունների հարուցիչներ։ Դաշնամկների բազմաթիվ տեսակներ, որոնք տարածված են հյուսիսային կիսագնդում, սրանցից են լեմինգները, որոնք տարածված են տունդրայում, շիկակարմիր մկները անտառներում, մոխրագույն դաշնամկները, երփներանդրիկ մկները տափաստաններում և անտառներում, մոխրագույն դաշնամկները, ջրային առնետները, մշկամուկը։ Վերջինս խոշոր կիսաջրային կրծող է, ունի արժեքավոր մորթի։ Նա կառուցում է հյուղակներ և ապրում նրանց մեջ։ Կլիմայավարժեցվել է Եվրասիայում։ Վերը նշված կրծողները բուսակեր են, սեռահասուն են դառնում մինչև 1 տարեկան հասակում, բազմանում են արագ 2-ից 4 անգամ մեկ տարվա ընթացքում, յուրաքանչյուր անգամ ծնում են 4-ից 12 ձակ։ Վայրենակերպերի ընտանիքը խոշոր վերգետնյա կամ վերգետնյա ծառաբնակ կրծողներ են, մարմնի մեջքային և կողքային մասերը ու պոչը ծածկված են երկար ասեղանման մազերով, իսկ մարմնի մյուս մասերը կոշտ բրդով, սնվում են բույսերով, ապրում են բներում կամ քարանձավներում, վարում են գիշերային կենսակերպ, տարածված է Միջերկրական ծովի ավազանում, Աֆրիկայում, Ասիայում, Արևելյան Անդրկովկասում և Միջին Ասիայի նախալեռներում տարածված է հիստրիքսը վայրենակերպը, իսկ Հյուսիսային Ամերիկայում և Հարավային Ամերիկայի հյուսիսում ծառաբնակ վայրենակերպը։ Վերջիններիս մարմինը ծածկված է կարճ ասեղներով։ Ասեղները հանդիսանում են պաշտպանական հարմարանքներ, պաշտպանվելու ժամանակ նրանք գցում են ասեղները կտրուկ գրոհում և ասեղների խոցում հարձակվողի մարմնի մեջ, տեղ-տեղ վնասում են այգիներին։ Մկնայրիների ընտանիքը ընդգրկում է 460 տեսակ մանր կրծողներ, մկներ և առնետներ, որոնք լայն տարածված են, ապրում են բներում, սնվում բույսերով, երբեմն միջատներով, բարձր աստիճանի բեղուն են, բազմանում են ամբողջ տարվա ընթացքում։ Առնետների ներկայացուցիչներից է մոխրագույն կամ նորվեգական առնետը պասյուկը, համեմատաբար խոշոր մինչև 1 կգ զանգվածով ֆիլիպինյան առնետը, մկների ներկայացուցիչն է տնային մուկը, մկները և առնետները վնասակար կրծողներ են։ Ծովային խոզուկների ընտանիքի մեծ մասը մանր ձևեր են, ապրում են բներում, տարածված են Հարավային Ամերիկայում։ Ջրախոզուկների ընտանիքը հայտնի է ընդամենը 2 տեսակ, ներկայացուցիչը կապիբարան ամենախոշոր կրծողներից է, նրա մարմնի երկարությունը հասնում է 1,5 մետր, զանգվածը 50-ից 60 կգ, տարածված է Հարավային Ամերիկայի գետերի ափերին, լավ լողում է և սուզվում ջրի մեջ, ծնվում է ջրային բույսերով։ Ագուտների ընտանիքը խոշոր գազաններ են, որոնց մարմնի երկարությունը հասնում է 60-ից 75 սմ, ապրում են Մեքսիկայի և Կենտրոնական Ամերիկայի անտառներում։ Չինչիլների ընտանիքը տարածված է Հարավային Ամերիկայի խոտառատ ափաստաններում, լեռներում, ունեն բարձր որակի մորթի։ Նուտրիաների ընտանիքը բնակվում է Կուբայի, Յամայկայի, Գաիտի և Հարավային Ամերիկայի ջրավազաններում, ներկայացուցիչը բազմացվում է ֆերմաներում, կիսաջրային պայմաններում, Հայաստանում, Այղեր լճի տնտեսություններում, ունի արժեքավոր մորթի։ Կրծողների կարգին են պատկանում նաև այլ ընտանիքներ։ Կարճ գիշատիչներ ընդգրկում են շուրջ 240 տեսակ, լայն տարածված գազաններ են, սնվում են կենդանի կերով, շատերն օգտագործում են նաև բուսական կեր։ Այս գազանների մարմնի երկարությունը տատանվում է 14 սմ-ից փոքր աքիսը մինչև 3 մետր, սև արջը, իսկ զանգվածը 100 գրամից մինչև 1000 կգ-ի սահմաններում, ունեն թույլ զարգացած կտրիչներ և ուժեղ ժանիքներ։ Սեղանատամների մակերեսի վրա կան թմբիկներ, որոնք ունեն սուր կտրող գագաթներ։ Վերին ծնոտի վերջին նախասեղանատամները և ստորին ծնոտի առաջին սեղանատամները շատ մեծ են, ունեն սուր կտրող եզրեր։ Վերջիններս կոչվում են գիշատչային ատամներ։ Սրանց զարգացման աստիճանը կապված է սննդի բնույթի հետ։ Գիշատիչներն ունեն լավ զարգացած մազածածկույթ, հյուսիսային տեսակների մազածածկույթը խիտ ու փարթամ է։ Արագոսկրերը բացակայում կամ մնացուկային է, գլխուղեղի առջևի բաժինը լավ է զարգացած։ Գիշատիչների կարգին պատկանող կարևոր ընտանիքներից են շնայիների ընտանիքը։ Միջին չափերի կաթնասուններ են, ունեն երկար ոտներ, մատները կրում են ներսքաշվող ճանկեր, քայլում են մատների վրա, մատաքայլ են, ընդունակ են, արագ և երկարատևազգի։ Դունչը երկարացված ձգված է, ունեն լավ զարգացած հոտառական զգայուն, հաճախ հետապնդում են որսին, ապրում են բներում կամ որջերում, տարբերում են պոպուլյացիայի բարդ կազմավորվածությամբ, հաճախ կազմում են մեծ ընտանիքներ, ոհմակներ։ Այս գազանների նյարդային բարդ գործունեության ընդունակությունը հնարավորություն է տվել նրանցից ոմանց ընտելացնելու, իսկ բարձր աստիճանի փոփոխականության ընդունակությունը բազմաթիվ ցեղեր ստանալու։ Շնայիների մեջ կան կարևոր տեսակներ, սրանցից ոմանք ընտելացվել են և բազմացվում են հատուկ ֆերմաներում, մի շարք տեսակներ տարաբնակեցվել են։ Շնայիների ընտանիքի ներկայացուցիչներից է գայլը, որը բուն չի կառուցում, սնում է գետի վրա, խուլ տեղերում։ Որսը կատարում է խմբերով, սրանցից է կարմիր գայլեր, չաղկալը գայլերը և շնագայլերը ոչնչացնում են օգտակար կենդանիներին։ Ջրարջանման շունը սովորական աղվեսը, որը ապրում է գետնաբներում, ծնում է 4-ից 8 ձակ, ունի արժեքավոր մորթի։
Բևեռային աղվեսը ձմռանը սպիտակում է, սնվում է արտիկական մկներով, անբարենպաստ պայմաններով, քչում է դեպի հարավ, գետաբներում ծնում է մինչև 18 ձագ, ունի արժեքավոր մորթ է, օգտակար արդյունագործական տեսակ է։ Ջրահարչերի ընտանիքը միջին չափերի թաթաքայլ գազաններ է, ոմանք ունեն կարճող պոչ, գիշատչային ատամները թույլ են զարգացած, այս ընտանիքին է պատկանում ամերիկական ցայլող ջրահարչը, կլիմայավարժեցվել է Անդրկովկասում Ֆերգանայում, ունի արժեքավոր մորթի, սնվում են տարբեր կերերով, կերը ուտելուց առաջ ողողում է ջրում, ծառաբնակ է, բույնը կառուցվում է փչակներում, ձմռանը քնում է։ Արջերի ընտանիքը խոշոր թաթաքայլ գազաններ է, որոնք տարածված են հիմնականում հյուսիսային կիսագնդերում, ներկայացուցիչներից է սպիտակ արջը, որն ունի սպիտակ կամ դեղնասպիտակ գույն, ոտների տակերը ծածկված են խիտ մազերով, ակտիվ է ամբողջ տարվա ընթացքում, տարածված է Սառուցյալ օվկիանոսի կղզիներում, սնվում է փոկերով, ծննդաբերության ժամանակ էգերը ապրում են ողջերում։ Գորշ արջը ունի գորշ կամ սևագորշ գույն, փոքր ականջն է, գլխի համեմատաբար երկար դիմային մաս, սնվում է տարբեր կերերով, հիմնականում բույսերով, ձմռանն ապրում են ողջում, քնում են ոչ խորը, հյուսիսային ողջում էգը ծնում է փոքր, շուրջ 500 գրամ զանգվածով 2-ից 3 ձագ, քունը տևում է 6 ամիս, հարավում 1.5 ամիս, ապրում է անտառներում, լեռներում, սև արջը տարածված է հարավ-արևելյան Ասիայում, համեմատաբար փոքր փայլող սև գույնի կարճ դիմային մասով գազաններ են, կրծքի վրա կան սպիտակ կամ դեղին բծեր, կիսածառաբնակ հիմնականում բույսերով սնվող կատնասուն է, ձմռանը քնում են հաճախ փչակներում և ակնոցավոր արջը։ Կզակիցների ընտանիքը ներկայացված է 60-ից 70 տեսակով, մանր հազվադեպ միջին չափերի կենդանիներ են, որոնց մարմնի զանգվածը տատանվում է 100 գրամից մինչև 40 կիլոգրամի սահմաններում, թաթաքայլ կամ կիսաթաթաքայլ գազաններ են, որոնք ունեն լավ զարգացած գիշատչային ատամներ, արժեքավոր մորթի։ Կզակիցներն իրենց հետանցքի շրջանում ունեն հոտավետ գեղձեր, լայն տարածված ձևեր են, կլիմայավարժեցվել են Ավստրալիայում, մեկ տեսակը կալանը ապրում է ծովում, ներկայացուցիչներից է սիբիրական սամույրը, վերգետնյա կենդանակեր, կարևոր արդյունագործական տեսակ է, բազմացվում է գազանաբուծարաններում, անտառային կզակիցը, ծառաբնակ է, կենդանակեր, իր բները կառուցում է ծառերի վրա, քարային կզակիցը, վերգետնյա բներ կառուցող և նրանց մեջ ապրող ձև է, սպիտակ կզակիցը, վերջին երկու տեսակների կզակիցների ամենափոքր ձևերն են։ Սրանք ապրում են վերգետնյա բներում, սնվում են կրծողներով, հյուսիսում ձմռանը սպիտակում են։ Մուստելա ցեղին են պատկանում նաև եվրոպական ջրայքիսը, սև մանրայքիսը, կուխքը, գորշուկը։ Վերջին 3 տեսակները փոքր շանչափ գազաններ են, սնվում են տարբեր կերերով, ձմռանը երկար ժամանակ քնում են։ Գետի ջրաղվեսը կիսաջրային գետերի և լճերի ափերին ապրող գազան է, սնվում է ձկներով, գորտերով, խեցգետիներով։ Ծովային ջրաղվեսը խոշոր գազան է, որի մարմնի երկարությունը հասնում է 1.5 մետր, սնվում է ծովավոզնիներով, փափկամարմիններով, հազվադեպ ձկներով։ Ցամաքում հանգստանում է և ծննդաբերում է, տարածված են Խաղ օվկիանոսի հյուսիսային ծովերում, ունի արժեքավոր մորթի։ Ժանտակիցները կամ ժանտահոտ կզակիցները կանադական և մեքսիկական են, այս գազանների հետանցքի շուրջ տեղադրված է ուժեղ զարգացած անալ գեղձեր, որոնց արտազատուկը ունի գորշահոտ։ Կատվայիների ընտանիքը ներառում է 36 տեսակ, որոնց մարմնի զանգվածը կազմում է 1.5-ից մինչև 275 կիլոգրամ, առավել մսակեր գազաններ են, դարանակալող, հազվադեպ որսին հետապնդող կատնասուններ են, ունեն մեծ աչքեր, սուրճ ճանկերով զինված մատներ, մատնաքայլ վերգետնյա ձևեր են, շատերը ծառերի վրա լավ մագլցում են, լայն տարածված են, գիշատիչային ատամները լավ են զարգացած, կատվայիների մեջ կան մանր և խոշոր տեսակներ, մանր ձևերից է վայրի կատուն, որը տարածված է Եվրոպայի լեռնային և հարթավայրային անտառներում, կատուներ, որոնք ապրում են Ասիայի և Աֆրիկայի տափաստաններում և անտառներում, եղեգնուտային կատուն, որը տարածված է Ասիայի եղեգնուտներում, մանուլը, որը հանդիպում է Ասիայում, և պուման, որը ապրում է Ամերիկայում, կարակալը տարածված է Աֆրիկայում, խոշոր կատվայիներից է վագրը, որը տարածված է հեռավոր արևելքի հարավում, ընձառյուծը ապրում է Կովկասում, Թուրքմենիայում, հարավային Ասիայում, Աֆրիկայում, առյուծը հանդիպում է միայն կենտրոնական Աֆրիկայում և Հնդկաստանի որոշ անտառներում, նրանք որսում են խմբերով։ Լուսանը, որի թաթերը ձյան վրայով քայլելու համար ունեն լայն հենարանային մակերես, տայգայում տարածված միակ տեսակն է, հեպարդը տարածված է Ամերիկայի և Ասիայի հարթավայրային անապատներում, անտառներում, տափաստաններում, նման է շանը, ունի երկար ոտնեմարմնի վրա ներքաշվող ճանկեր, հետապնդում է իր որսին, Իրբիսը ապրում է միջին և կենտրոնական Ասիայի լեռներում, յագուարը տարածված է Ամերիկայում, հովազը ապրում է Մոնղոլիայում, Աֆղանստանում, Միջին Ասիայում, ձմռանը մորթու գույնը փոխվում է, վագրերը, ընձառյուծները և հովազները կազմում են խմբեր, պրայդներ։ Բորենիների ընտանիքը մեծ շների չափ գիշատիչներ է, մարմնի երկարությունը կազմում է 55-ից 165 սմ, իսկ զանգվածը 10-ից 80 կիլոգրամ, լեշակեր են, սնվում են խոշոր կատնասունների դիակներով, ունեն հզոր ծնոտներ, որոնք կրում են մեծ ատամներ։ Բորենիների ներկայացուցիչներից է զոլավոր բորենը, գորշ բորենը և բծավոր բորենը, տարածված են Աֆրիկայում, Ասիայում, Անդրկովկասում։
Վիվերաների ընտանիքը հայտնի է 75 տեսակմանը և միջին չափերի գիշատիչներ են, արտաքուստ նման են կզաքիսներին, տարածված են Աֆրիկայում, Հարավային Եվրոպայում, Հարավային Ասիայում։ Ապրում են անտառներում, խիտ մացառոտներում, ունեն շուրջօրյա ակտիվություն, ոմանք ապրում են գետնաբներում գաղութներով, լավ մագլցում են ծառերի վրայով, կան նաև կիսաջրային ձևեր։ Սնվում են ողնաշարավորներով, լեշով, բույսերով, ներկայացուցիչներից է աֆրիկական վիվերան, եգիպտական մանգուստը, այս ընտանիքին են պատկանում նաև լիզինգները, ցիվեդները, մունգոները և այլն։ Կարճ թիավոտավորներ, հայտնի է 30 տեսակ, խոշոր գազաններ են, որոնց մարմնի երկարությունը տատանվում է 150 սմ-ից մինչև 650 սմ, իսկ զանգվածը 100-ից 3000 կգ-ի սահմաններում։ Ապրում են հիմնականում ջրում, ցամաք են դուրս գալիս միայն հանգստանալու, զուգավորվելու, ծնելու և մաշկափոխություն կատարելու համար։ Մարմնի մեծ զանգվածը կապված է սառը ջրում ապրելու հետ։ Մաշկը ծածկված է կոշտ մազերով, մաշկի տակ կա ջերմամեկուսիչ ճարփաստ շերտ։ Վերջինս առավել հաստ է սառը ջրում ապրողների մոտ։ Մարմինը իլիկաձև է, շրջով, վերջույթների մոտակա մասերը ընդգրկված են Իրանի ընդհանուր պարկի մեջ։ Ազատ է միայն հնգամատի վերջույթների հեռադիր մասերը, առջևի և ետին կարճ վերջույթների մատերը միացած են մաշկային թաղանթով։ Ջրում տեղաշարժվում են հիմնականում թիակներ դարձած ետին զույգ վերջույթների օգնությամբ։ Առջևի զույգ թիակները կատարում են մարմնի դիրքը ջրում կայունացնող օրգանի և ղեկի դեր։ Ցամաքում դժվարությամբ են տեղաշարժվում, օգտագործում են բոլոր վերջույթները։ Մարմնի տեսակարար կշիռը մոտ է ջրի տեսակարար կշռին։ Ատամնային համակարգը նման է գիշատիչների համակարգին։ Կաթնային ատամների համակարգը թույլ է զարգացած։ Ստամոքսը պարզ տիպի է, պարունակում է քարերի կտորներ, ունեն համեմատաբար մեծ թոքեր։ Մկանները պարունակում են մեծ քանակությամբ միոգլոբին, որտեղ պահվում է պարիսպային թթվածին ջրի մեջ երկարատև սուզվելու համար։ Մարմնի ջերմաստիճանը կայուն է, այն հավասար է 36 աստիճանից 37 աստիճան Ցելսիուս։ Ունեն լավ զարգացած հոտառություն, իսկ տեսողական օրգանները թույլ են զարգացած։ Ընդունակ են էխոլոկացիայի։ Ջրում արտադրում են թույլ ձայնը 3-ից 13 կՀｚ հաճախականությամբ և 3-ից 5 մվ երկարատևությամբ։ Ականջախեցի չունեն կամ այն թույլ է զարգացած։ Ճեղքաձև քթանցքը փակվում է ջրի մեջ սուզվելու ժամանակ։ Ապրում են մինչև 41 տարի, սառահասուն են դառնում 3 տարեկան հասակում, ծնում են տարեկան 1 անգամ։ Ականջավոր փոկերը ծննդաբերում են ծովերի ափերին, այսպիսիները կոչվում են նեոֆիլներ, իսկ ծովածուլերը և մանր բծավոր փոկերը՝ ներպանները, ծնում են լողացող սառույցների վրա՝ պագոֆիլներ։ Գրենլանդական փոկերի կաթը պարունակում է մինչև 43% ճարպ և 12% սպիտակուց, տարածված են բոլոր օվկիանոսներում, ունեն մեծ արդյունագործական նշանակություն։ Այս կենդանիներից ստանում են ճարպ արժեքավոր մորթի։ Թիավոտավորներով սնվում են շնաձկները, խոյաձկները, սպիտակ արջերը, ծովային ընձառյուծը, երբեմն ծովածուլերը։ Թիավոտավորները նման են ցամաքային գիշատիչներին, ունեն ընդհանուր նախնի։ Կարգը ներկայացված է 3 ընտանիքներով՝ ականջավոր փոկերով, իսկական փոկերով և ծովածուլերով։ Ականջավոր փոկերի ընտանիքին են պատկանում 14 տեսակի գազաններ, որոնք ունեն մնացուկային ականջներ, սրանք քիչ են փոփոխվել, նման են ցամաքային գազաններին։ Ականջների ետին թիակները ծալվում են դեպի առաջ և մասնակցում են տեղաշարժմանը ցամաքում։ Ունեն լավ զարգացած ժանիքներ, որոնց երկարությունը կազմում է 150-ից 280 սմ, իսկ զանգվածը մինչև 1100 գ։ Ահուրները խոշոր են էգերից, գանգի դիմային մասը երկարացված է, կազմում են նախիրներ, բազմացման ժամանակ կուտակվում են մակաղավայրերում։ Շատերը պոլիգամ են, բազմացման ժամանակ ահուրները կազմում են 3-ից 50-ից էգից բաղկացած հարեմներ, սնվում են ձկներով, գլխոտանի փափկամարմիններով, խեցգետիներով, հանդիսանում են արդյունագործության օբյեկտ, այս կենդանիներից ստանում են ճարպ, մորթու և կաշվի հումք։ Ականջավոր փոկերից են ծովային առյուծները, սիվուչները, կատվափոկերը։ Ծովային առյուծների ներկայացուցիչներից է հարավային ծովառյուծը, որը տարածված է Հարավային Ամերիկայի արևելյան և արևմտյան ափերում, նորզելանդական ծովառյուծը, ավստրալիական ծովառյուծը, կալիֆոռնիական ծովառյուծը և այլն։ Սիվուչներից հայտնի է մեկ տեսակ, որի արուի մարմնի երկարությունը հասնում է 285 սմ, իսկ զանգվածը 1120 կգ։ Այս սիվուչը տարածված է Խաղաղ օվկիանոսի մերձարկտիկական և Սառը բառախառն խմբակային կենդանիներ են։ Բազմացման ժամանակ ահուրները կազմում են 10-ից 20 էգից բաղկացած հարեմներ։ Կատվափոկերը կան և հարավային և հյուսիսային ծովերում։ Հարավային տեսակներից է հարավաֆրիկական կատվափոկը, նորզելանդական կատվափոկը, մերձարևադարձային կատվափոկը, հարավամերիկյան կատվափոկը, հյուսիսային ծովերում տարածված մեկ տեսակ հյուսիսային կատվափոկը։ Իսկական փոկերի ընտանիքը չունեն արտաքին ականջախեցի, ետին թիակները չեն ծալվում, տարածված են հյուսիսային և հարավային կիսագնդերի սառույցյալ ծովերում։ Զուգավորման, ծննդաբերության և մաշկափոխության համար բարձրանում են սառույցի վրա կամ դուրս են գալիս ծովերի ափեր և ստեղծում մակաղավայրեր։ Սնվում են ձկներով, ունեն արդյունագործական նշանակություն։ Այս փոկերը ստանում են մորթի, կաշի, ճարպ
Եվ միս։ Ներկայացուցիչներից է բծավոր ներպան, որը փոքր բծավոր փոք է, տարածված է Արկտիկայի ծովերում, Լադոգա և Սայտա լճերում։ Ներպայի նման փոքեր կան Կասպից ծովում, Բայկալ լճում։ Գրենլանդական փոկը, ծովային նապաստակը, ծովային ընձառյուծը, ծովային փղերը, որոնց մեջ կան և հարավային, և հյուսիսային տեսակներ։ Հարավային տեսակներից է նաև Միրոինգա լենոնինան, որը տարածված է սուբարկտիկայում։ Հյուսիսային տեսակներից է Անգուստիզոստերիսը, որը տարածված է Մեքսիկայի և Կալիֆոռնիայի ափերի կղզիներում, ինչպես նաև Վանկուվերը և Պրինց Ուելսա կղզիներում։ Փոք խաչափառակերները։ Ծովային ընձառյուծները և խաչափառակեր փոքերը տարածված են հարավային ծովերում։ Ծովացուլերի ընտանիք ներկայացված է մեկ տեսակով։ Այս կենդանիների մարմնի երկարությունը հասնում է 3-ից 4 մետր, զանգվածը շուրջ 1000 կգ։ Ծովացուլերի ետին-թիակները, ինչպես ականջավոր փոքերին, ծալվում են դեպի առաջ և մասնակցում են տեղաշարժմանը ցամաքում։ Վերին շրթունքի վրա կան շուրջ 400 նյարդավորված մազեր, վիբրիսներ։ Մաշկը շատ հաստ է, մոնոգամներ են, բազմացման ժամանակ 3-ից 4 առանձնյակներ կազմում են ընտանիք կամ խումբ։ Մակաղավայրերը, որտեղ երբեմն կուտակվում են բազմաթիվ առանձնյակներ, լինում են ինչպես ծովի ափերում, այնպես էլ սառույցների վրա։ Արտաքին ականջախեցի չունեն, մազածածկույթը խիստ ապաճած է, վերին ծնոտի ժանիքները շատ մեծ են, նրանք օգտագործվում են սառույցի վրա դուրս գալու, գրունտը քանդելու և կեր անողնաշարավոր կենդանիներ հայթայթելու համար։ Նշված տեսակը տարածված է հյուսիսային շրջբևեռային գոտում, Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի ափերում, Սառուցյալ օվկիանոսի կղզիներում։ Ծովացուլերի որսը սահմանափակված է։ Կարճ կետանմաններ։ Հայտնի է 90 տեսակի կետանմաններ, որոնք լրիվ հարմարվել են ջրային կենսակերպին։ Այս կենդանիները առաջացել են ցամաքային հնադարյան կաթնասուններից երրորդային պարբերաշրջանում։ Կետանմանների մարմինը լիկաձև է, շրջոց։ Ոմանք ունեն մեծ գլուխ, պարանոց չունեն, մաշկը մերկ է և ճկուն։ Ենթամաշկային ճարպի շերտի հաստությունը հասնում է 50 սենտիմետր։ Կետանմանների մարմնի տեսակարար կշիռը հավասար է ջրի համապատասխան ցուցանիշին։ Կրծքային լողակները փոխարինվել են թիակների և ընդունել հորիզոնական դիրք։ Նրանք կատարում են մարմնի դիրքը ջրում կայունացնող օրգանի և ղեկի դեր։ Կրծքային թիակները մասնակցում են նաև մարմնի ջերմակարգավորմանը։ Կետանմանների ետին վերջույթները ապաճել են, նրանցից մնացել են միայն կոնքագոտու երկու ոսկրիկներ, որոնք միացած չեն ողնաշարին։ Ոմանք ունեն մեջքային լողակ։ Բոլոր վերջույթները ընդունակ են փոխելու իրենց առանձնահատկությունը։ Տեղաշարժում են պոչի ուղղաձիգ շարժման շնորհիվ։ Կետանմանների կմախքում կան ձկների կմախքի նման առանձնահատկություններ։ Կետանմանների ողնաշարը թույլ է տարբերակված բաժինների։ Պարանոցը կարճ է, կազմված է 7 տափակ ողերից։ Կրծքային բաժնում կա 10-ից 17 զույգ կողեր, որոնցից 2-ից 8/3-ը միացած են կրծոսկրին։ Գոտկասրբանային և պոչային բաժինները գրեթե տարբերակված չեն։ Ծնոտները երկար են, քթանցքները տեղադրված են գանգի վրա և բացվում են միայն ներշնչման ժամանակ։ Թոքերը պարունակում են մեծ քանակությամբ ալվեոլներ, ունեն օդապարկեր։ Մանր ցնցուղներն ունեն մկանային սեղմաններ, որոնց օգնությամբ օդը պահվում է թոքերում ջրի մեջ սուզվելու ժամանակ։ Ատամնավոր կետերն ունեն մեկ արտաքին շնչածկ, իսկ բեղավորները՝ երկու։ Կետերի թոքերը առանձնական են և ճկուն։ Յուրաքանչյուր ներշնչման ժամանակ թոքեր են թափանցում 1-ից 2, դելֆիների մոտ մինչև 14000 բեղավոր կետերի մոտ լիտր օդ։ Ամեն ներշնչման ժամանակ թոքերում պարունակվող օդը թարմացվում է 80-ից 90%, երբ որ մարդու մոտ 15% է այդ ցուցանիշը կազմում։ Այս կենդանիների արյան մեջ հեմոգլոբինի քանակությունը 20-ից 50% բարձր է ցամաքային գազանների հետ համեմատած։ Բացի այդ, կետերի մկանները հարուստ են միոգլոբինով, որտեղ կուտակվում է թթվասնի պաշար։ Կետերը համեմատաբար քիչ զգայուն են իրենց արյան մեջ ածխաթթու գազի կուտակման նկատմամբ։ Վերը նշված բոլոր հատկությունները հնարավորություն են տալիս կետերին համեմատաբար երկար ժամանակ, մինչև 1,5 ժամ մնալու ջրի տակ։ Կետերն ունեն լավ զարգացած տեսողական օրգաններ, իսկ հոտառությունը թույլ է զարգացած։ Քթանցքների օգնությամբ արտադրում են 20-ից մինչև 200 կհz հաճախականությամբ գերձ ձայներ։ Էխոլոկացիայի զգայարանների օգնությամբ կարգավորում են առանձնյակների փոխհարաբերությունը կետերի խմբերում, կողմնորոշում են միգրացիաների ժամանակ։ Կետերը ունեն ձայնային տեսողություն, որի օգնությամբ տարբերում են առարկաների ձևը, չափերը, հեռավորությունը։ Ձայնը ջրում տարածվում է 5 անգամ մարակ, քան օդում։ Դրա շնորհիվ կետերը, ի տարբերություն չղջիկների, ընկալում են ավելի հեռու տեղերից եկող ձայները։ Դելֆիններն ընկալում են ինչպես ցածր հաճախականությամբ 20 Հz ձայները, այնպես էլ գերձ ձայներ 150-ից 200 կհz հաճախականությամբ։ Կետերից ոմանք սիստեմատիկ կատարում են միգրացիաներ, անցնում են հազարավոր կիլոմետրեր։ Բեղավոր կետերը սնվում են ջուրը քամելով և դրա մեջ պարունակվող պլանկտոնային մանր կենդանիներով, իսկ ատամնավոր կետերը, որոնք ունեն բազմաթիվ կոնաձև ատամներ, խոշոր կենդանիներով։ Բեղավոր կետերի ստամոքսում կարող է կուտակվել 1,5 տոննա մանր խեցգետին։ Դելֆինները ապրում են 25-ից 35 տարի, իսկ բեղավորները 20-ից 50 տարի։ Սեռահասուն են դառնում 3-ից 6 տարեկան հասակում։ Դելֆինները ծնում են ամեն տարի, բեղավորները 2-ից 3 տարին մեկ անգամ։ Ծնում են մեկ ձագ ջրում։ Ձագերի չափը երբեմն կազմում է ծնողի մարմնի 1/2 մասը։ Կոնքի բացակայությունը հնարավորություն է տալիս ծնելու համեմատաբար մեծ ձագեր։ Կապույտ կետը, որը ունի 22-ից 23 մետր երկարություն, ծնում է 7-ից 8 մետր երկարությամբ ձագ։ Ունեն 2 կաթնագեղձ։
Քրտնագեղձե և ճարպագեղձեր չունեն։ Կաթնագեղձեի պտուղները բացվում են մոր աճուկայի մասում տեղադրված գրպանաձև ծոցի մեջ։ Կաթը ծծելու ժամանակ ձագի լեզուն փաթաթվում է պտուղին, իսկ մայրը կծում է իր որովայնային մկանները և կաթը ներարկում ձագի բերանի մեջ։ Կետերի կաթը պարունակում է մինչև 54% ճարպ, կովինը 3-4% է։ Այն շատ սնդարար է, ձագերը աճում են շատ արագ։ Կետանմանների կարգը բաժանվում է երկու ենթակարգի՝ ատամնավորների և անատամների կամ բեղավորների։ Ենթակարգ ատամնավոր կետեր։ Այս ենթակարգին պատկանող կետերն ունեն միատեսակոնաձև մինչև 240 հատ ատամ, մարմնի երկարությունը տատանվում է 1-ից մինչև 21 մետրի սահմաններում։ Գլուխը անհամաչափ է, ինչը կապված է քթանցքների մասնագիտացման հետ։ Քթանցքների մի մասը կատարում է ձայնարձակող ապարատի դեր, որը օգտագործվում է էխոլոկացիայի ժամանակ։ Արձագանքը ընկալող զգայարանը լավ է զարգացած հատկապես ջրի մեջ սուզվող, սրընթաց լողարկող տեսակների մոտ։ Գանգի առջևի մասի գոգավորությունը և գանգի վրա տեղադրված ճարպային շերտը, որը գործում է որպես ձայնային տեսապակի արտացոլիչ, գերձայները ուղղում են որոշակի ուղղությամբ։ Գլուխը ծածկված չէ մազերով, ահուրները մեծ են էգերից և ունեն ժանիքներ, տարածված են բոլոր ծովերի բաց տարածքներում։ Ատամնավոր կետերի ենթակարգին են պատկանում հետևյալ ընտանիքները։ Գետային դելֆիների ընտանիքը առավել հնադարյան ատամնավոր կետերից են, առաջացել են միոցենում։ Սնվում են որդերով, փափկամարմիններով, ձկներով, բնակվում են Հարավային Ամերիկայի, Հնդկաստանի, Չինաստանի գետերում։ Ներկայացուցիչներից է Ամազոնյան գետի դելֆինը և Գանգագետի դելֆինը։ Դելֆինների մյուս ընտանիքը ընդգրկում է 50 տեսակի մանր 1-ից 10 մետր երկարությամբ կետեր, ապրում են խմբերով, տարածված են բարեխառն և տաք ծովերում, ոմանք ապրում են սառը ջրերում։ Ընդունակ են էխոլոկացիայի, տարբերվում են բարդ նյարդային գործունեությամբ և հատուկ բնազդով։ Հեշտությամբ ենթարկվում են վարժեցման, ահուրները մեծ են էգերից, ունեն մեջքային լողակ։ Սև կամ մոխրագույն կետեր են, սնվում են ձկներով և այլ ջրային կենդանիներով։ Ներկայացուցիչներից է խոշոր դելֆինը, սպիտակ դելֆինը, չինական դելֆինը, Կալիմանտանի դելֆինը, փոքր խոյա դելֆինը։ Ամենախոշոր դելֆինը խոյա դելֆինը, որը տարածված է բոլոր օվկիանոսներում, հարձակվում է մինչև անգամ մեծ կետերի վրա, սնվում է փափկամարմիններով, ձկներով, շատերը հանդիսանում են արդյունագործական օբյեկտ։ Սև ծովում ապրում են սպիտակակող դելֆինը և ծովային խոզը։ Կաշալոտների ընտանիքը ընդգրկում է երկու տեսակ, գլխի վրա տեղադրված է խոշոր ճարպային բարձ, որը պարունակում է թանձր հեղուկ։ Ստորին ծնոտը նեղ է և փոքր, որի պատճառով բերանային ճեղքը գտնվում է դնչի տակ։ Ատամնավոր կետերի մեջ ամենախոշորը կաշալոտը ունի 20 մետր երկարություն։ Վերջինիս էգերը և ձագերը ապրում են բոլոր օվկիանոսների տաք գոտիներում, իսկ ահուրները ամռանչվում են արկտիկական և անտարկտիկական ծովեր։ Կտուցադունչավորների ընտանիքը։ Այս կետերի գլխի ծնոտային մասը երկարաձգված է, դունչը շշաձև կամ կտուցաձև է, միջին չափերի 6-ից 13 մետր երկարությամբ կետեր են։ Հասուն առանձնյակներն ունեն ատամներ միայն ստորին ծնոտի վրա, տարածված են տաք ծովերում։ Ներկայացուցիչներից է կտուցադունչը և շշաքիթը, փոկատամնավորը և այլն։ Նարվալների ընտանիքը մանր մինչև 6 մետր երկարությամբ երկու տոննակշռով կետեր են, արուն ունի մինչև 3 մետր երկարությամբ ժանիք, որը տեղադրված է վերին ծնոտի ձախ կողմում։ Կարճ սիրեներ։ Սիրեները նման են հնադարյան սմբակավորներին և իրենցից ներկայացնում են վերջիններից անջատված ճյուղ, որոնք հարմարվել են ապրելու ծովերի առափնյա գոտում։ Ընդհանուր տեսքով սիրեները նման են կետերին, բայց սրանք պարանոցային բաժինը լավ է արտահայտված։ Սիրեները մի շարք հատկանիշներով նման են սմբակավորներին։ Սեղանատամներն ունեն հարթ որոջող մակերես, մատները կրում են մնացուկային սմբակներ, ունեն բազմաբաժին ստամոքս և այլն։ Աղիքների երկարությունը գերազանցում է մարմնի երկարությունը 13-ից 20 անգամ։ Ատամները ներկայացված են միայն կտրիչներով և նրանցից հեռու տեղադրված սեղանատամներով։ Ջրային բուսական կերը տրորելու, մանրացնելու և լավ մարսելու համար վերին և ստորին ծնոտների քիմքի և լեզվի առջև մասերում կան եղջերային խոշոր թիթեղներ։ Սիրեները բնակվում են խմբերով, որոնք արածում են ստորջրամարգագետիններում։ Ապրելու ծովերի առափնյա գոտում սիրեները հաճախ մտնում են գետերը։ Կարգը բաժանվում է երկու ընտանիքի՝ լամանտիների և դյուգոնների։ Լամանտիների ընտանիքի ներկայացուցիչներից է բրազիլական լամանտինը, որը բնակվում է Ամազոնիա և Օրինոկո գետերի ավազաններում։ Աֆրիկական լամանտինը տարածված է Արևմտյան Աֆրիկայի արևադարձային գոտու ծովերի ափամերձ գոտում և գետերում։ Լամանտինը տարածված է Ամերիկայի Ատլանտյան օվկիանոսի առափնյա գոտում։ Բոլոր լամանտիները ընդգրկված են կարմիր գրքում։ Դյուգոնների ընտանիքը ներկայացված է մեկ տեսակով դյուգոնով, որը տարածված է Հնդկական և Խաղաղ օվկիանոսի արևմտյան արևադարձային գոտու առափնյա մասերում։ Կան նաև Աֆրիկայի Մադագասկար կղզու, հնդ-ավստրալիական արշիպելագայի առափնյա գոտում։ Սիրեների կարգին են պատկանում նաև ծովային կովերը, որոնք վերացվել են 18-րդ դարում։ Կարճ խողովակաատամնավորներ։ Ներկայացված է մեկ ընտանիքով, որը ընդգրկում է մեկ տեսակ՝ խողովակաատամնավորին։ Այս կենդանին ունի միայն սեղանատամներ, որոնք խողովակաձև են և իրար միացած։
Ատամները ծածկված չեն էմալով, մարմնի երկարությունը կազմում է 100-158 սմ, պոչը 44-ից 61 սմ, բարձրությունը ուսագոտում 60-ից 65 սմ, զանգված է 50-ից 70, երբեմն 82 կգ, կանգը երկարացված է դնչի ծայրին, տեղադրված են մեծ քանակությամբ վիբրիսներ, գլխուղեղը ունի մեծ հոտարական բլթեր։ Մեծ կիսագնդերի վրա կան քիչ քանակությամբ գալարներ, դունչը դարձել է կարճ կնճիտ, առջևի 4 մատանի վերջույթները կարճ են ետին հնգամատանի վերջույթներից, մատների վրա կան սմբակավոր ճանկեր, երկար, ուժեղ և բութ ճանկերը ծառայում են հողը փորելու համար, քթանցքները կլոր են փակվող, ականջները երկար են, խողակաձև, պարանոցը կարճ է, մեջքը աղեղաձև, ուռուցիկ, պոչը հաստ է մկանու տափակացած, մաշկը դեղնամոխրագույն է, նրա վրա կան հազվադեպ հանդիպող մազեր, աճուկներում տեղադրված են հոտավետ հյութ արտադրող գեղձեր, արգանդը կրկնակի է, ունեն 2 զույգ պտուկ, որոնցից մեկ զույգը տեղադրված է փորի վրա, մեկ զույգը աճուկային բաժնում, սնվում են հավասարաթևավորներով, տերմիտներով, խողովակատամնավորները արտաքուստ նման են թերատամնավորներին, որը կոնվերգետ նմանություն է, կարճ կնճիթավորներ, վերգետնյա առավել խոշոր կաթնասուններ են, ունեն երկար գլանաձև կնճիտ, որը գոյացել է երկարացված քթից և վերին շրթունքից, կնճիթը իրենից ներկայացնում է մաշկամկանային գոյացում, նա հենվում է միայն իր հիմքում տեղադրված կրճիկի վրա, նրա ծայրին տեղադրված են քթանցքները, կնճիթը ծառայում է որպես շնչառական հոտառական շոշափելիքի և բռնող օրգան, փղերի չաթերն ունեն բերանից դուրս ցցված բավականին երկար և անընդհատ աճող կտրիչներ, որոնց անվանում են ժանիքներ, ատամներն անընդհատ փոխվում են, մշտապես պահպանվում և աճում է միայն վերին ծնոտի աջ և ձախ կողմերի կտրիչները, այտային ատամներից միաժամանակ գործում են վերին և ստորին ծնոտների աջ և ձախ կողմերից մեկական ատամներ, նշված ատամների մաշման ընթացքում նրանց ետի մասում գոյանում են նոր ատամներ, որոնք աստիճանաբար տեղաշարժվում են առաջ և զբաղեցնում նախկին ատամների տեղը։ Փղերը ունեն մեծ գլուխ, որի վրա տեղադրված են մեծ հովարաձև ականջախեցիների և թարթիչներով փոքր աչքերը, այս կենդանիների գլխուղեղը ցամաքային ողնաշարավորների մեջ մեծ չէ, պարանոցը կարճ է, ահորները մեծ են էգերից, հաստ վերջույթների մատները փոքր են, կրում են սմբակներ, մաշկը շատ հաստ է մոխրագույն, գրեթե զրկված մազածածկույթից, փղերն ապրում են 70-ից 80 տարի, սեռասուն են դառնում 10-ից 16 տարեկան հասակում։ Ունեն երկեղջյուր արգան, թղիությունը տևում է 18-ից 22 ամիս, ծնում է մոտ 100 կգ զանգվածով ձագեր, էգերը երիտասարդ արուներ և ձագերը կազմում են 30-ից 400 առանձնյակներից բաղկացած նախիրներ, հասուն արուները սովորաբար վարում են միայնակ կյանք, երբեմն միանում են նշված նախիրներին, ակտիվ են ցերեկը, սնվում են բույսերով, կատարում են կերային միգրացիաներ, քայլում և լավ լողում են, ունեն լավ զարգացած լսողական և հոտառական զգայարաններ, տեսողությունը թույլ է զարգացած, նախիրներում առանձնյակների գործողությունները կարգավորվում են ձայնային ազդանշաններով, հայտնի են պլեյոստոցենից, փղերի կարգը ներկայացված է մեկ փղերի ընտանիքով, որը ներառում է այժմ ապրող երկու տեսակ՝ հնդկական և աֆրիկական փղին։ Հնդկական փղի մարմնի երկարությունը հասնում է 5-ից 6 մետրի, բարձրությունը ուսագոտում 2-ից 3 մետր, զանգվածը 5 տոննա։ Ժանիքներ ունեն միայն արուները, ժանիքների երկարությունը հասնում է 1,5 մետր, իսկ կշիռը 20-ից 25 կգ, ականջները փոքր են աֆրիկական փղի հետ համեմատած, առջևի վերջույթներն ունեն 5 ետիների 4 սմբակավոր մատներ, մարմինը մուգ մոխրագույն կամ գորշ գույնի է, սեռասուն են դառնում 9-ից 12 տարեկանում, բազմացման սեզոնայնություն չունեն։ Փղիությունը տևում է 20-ից 22 ամիս, էգը ծնում է 1 մետր երկարությամբ 90 կգ զանգվածով 1-ից 2 ձագ, ամբողջ կյանքի ընթացքում ծնում է միջին հաշվով 4 անգամ։ Հնդկական փղերը օգտագործվում են տարբեր աշխատանքներ կատարելու համար, որպես փոխադրող և այլն։ Տարածված են հարավ-արևելյան Ասիայում և մերձակա կղզիներում, ապրում են խիտ անտառներում, 15-ից 30 առանձնյակներ կազմում են նախիրներ, որոնք առաջնորդվում են տարեց էգերի կողմից։ Սնվում են բույսերով, հնդկական փեղը ընդգրկված է կարմիր գրքում։ Աֆրիկական փեղը մեծ է հնդկականից, նրա մարմնի երկարությունը հասնում է 6-ից 7,5 մետրի, բարձրությունը ուսագոտում 4 մետր, զանգված էգերին 3 արուներինը 5-ից 7 տոննայի։ Արուների ժանիքները էգերի ժանիքների հետ համեմատած մեծ են, նրանց երկարությունը հասնում է 3,5 մետր, զանգվածը 107 կգ։ Մեծ են նաև ականջախեցիները, որոնց երկարությունը հիմքից մինչև գագաթը կազմում է 1,5 մետր։ Ետիները 3 սմբակ, այս փղերի մարմինը շագանակագույն է, կազմում են մինչև 400 առանձնյակներից բաղկացած նախիրներ, ապրում են 60-ից 70 տարի, դառնում սեռասուն 12-ից 20 տարեկանում։ Հղիությունը տևում է շուրջ 22 ամիս, էգը ծնում է 1 ձագ, 4 տարին մեկ անգամ, ձագի զանգվածը կազմում է մոտավորապես 100 կգ։ Տարածված են Աֆրիկայում, Սահարայից հարավ, աջողությամբ ընտելացվում են։ Կարգ կոշտուկով ոտավորներ, հայտնի են երկրորդային ժամանակաշրջանից, միջին և մեծ չափերի կաթնասունների, մարմնի երկարությունը կազմում է 120-ից 300 սմ, պոչինը 12-ից 55 սմ, բարձրությունը ուսագոտում 72-ից 210 սմ, զանգվածը 45-ից 650 կգ, մեջքի վրա կամ 1 կամ 2 հաջորդաբար տեղադրված սապատ, ոմանք չունեն այդպիսի գոյացում, սապատը պարունակում է ճարպ, որը հանդիսանում է էներգիա և ջրի աղբյուր, վերջույթները կրում են 2 մատ, պահպանվել է միայն 3-րդ և 4-րդ մատները, մատների
միջին ոսկորները լայնացած են, ունեն մաշկային բարձիկանման կոշտուկներ։ Մատների այդպիսի կառուցվածքը մեծացնում է ոտքի հենարանային մակերեսը, որի շնորհիվ ոտքերը չեն խրվում ավազի մեջ։ Կրծքի արմունկի, նախադաստակի, դաստակի և ծնկի վրա կան մաշկային կոշտուկներ։ Տեղաշարժում են շորորաքայլով կամ շորորավազքով, մարմնի աջ կամ ձախ կողմերի, առջևի և ետին ոտները տեղաշարժում են միաժամանակ։ Ստամոքսը բարդ տիպի է, 4 խցիկանի, որը յուրահատուկ է որոճող կաթնասուններին, ունեն բոլոր ատամները։ Բուսակեր կենդանիներն ակտիվ են, ցերեկը կազմում են խմբեր, որոնք բաղկացած են արու առաջնորդներից և մի քանի էգերից և երիտասարդներից։ Ուղտերը ապրում են 15-ից 45 տարի, ծնում են մի քանի տարի մեկ անգամ։ Հղիությունը տևում է 3 օրից 400 օր։ Հետաքրքիր է նշել, որ ուղտերի էրիթրոցիտները ձվաձև են։ Միակ դեպքն է կաթնասունների մեջ։ Էրիթրոցիտների քանակությունը 1 մլ արյան մեջ հասնում է 14-ից 19 միլիոնի։ Ընտանեցված ուղտերի նախնին եղել է վայրի տեսակը։ Կոշտուկաոտավորների կարգը ընդգրկում է 1 ուղտերի ընտանիք, որի ներկայացուցիչներից է 1 սապատավոր ուղտը կամ դրոմադերը, որը այժմ գոյություն ունի միայն ընտանեցված վիճակում։ Տարածված է Աֆրիկայում, Արաբիայի թերակղզում, Ասիայում։ Երկսապատավոր ուղտը կամ բակտրինը վերջինս վայրի վիճակում հանդիպում է Մոնղոլիայի մի շարք շրջաններում, նույնպես ընտանեցված է։ Ամերիկական կոշտուկաոտավոր ուղտայծը հուանգկոն և վիկոնյան այս կենդանիները ապրում են լեռներում, սապատ չունեն։ Ընտանեցված ձևերը կոչվում են լամա և ալպակա։ Ուղտերը և ուղտայծերը օգտագործվում են որպես բեռնատար կենդանիներ, նրանցից ստանում են միս և բուրդ։ Կարգ զույգ սմբակավորներ։ Հայտնի է 170 տեսակի զույգ սմբակավոր, որոնք այժմ տարածված են գրեթե բոլոր մայրցամաքներում։ Այս կաթնասունների մարմնի երկարությունը տատանվում է 52-ից մինչև 500 սմ, իսկ զանգվածը 2-ից 3 մինչև 3200 կգ-ի սահմաններում։ Մեծ մասը ունի բարեկազմ մարմին, երկար պարանոց, ձգված տուն։ Շատերի արուներ և էգերն ունեն 1 կամ 2 եղջյուրներ, որոնք կամ ոսկրային են, կամ եղջերային։ Ոսկրայինները ամեն տարի փոխվում են, իսկ եղջերայինները մշտական են, տեղադրված ոսկրային առանցքի վրա։ Մազածածկույթը լավ է զարգացած, պարբերաբար կատարում է մազաթափություն։ Մազերի մեծ մասը քիստային է, ունի օդատար միջուկ։ Ոմանց մազածածկույթը խոզանային է, կան մազազուրկ տեսակներ։ Կարգի ներկայացուցիչների մեծ մասը ունի մաշկային բազմաթիվ գեղձեր։ Կաթնագեղձերը տեղադրված են կամ միայն աճուկայի մասում և ունեն 1-2 զույգ պտուկներ, կամ և աճուկայի մասում և փորի վրա ունեն 5-ից 6 զույգ պտուկներ։ Զույգ սմբակավորներից շատերն ունեն բարձր և նուրբ ոտեր, որոնցից յուրաքանչյուրը որպես կանոն վերջանում է 4 կամ 2 սմբակավոր մատներով։ Երրորդ և չորրորդ մատները հավասարաչափ են զարգացել, նրանց միջով է անցնում ոտի առանցքը։ Առավելապես բուսակեր կենդանիներ են, որոնց մեջ տարբերում են որոճող և չորոճող ձևեր։ Չորոճող ձևերի, խոզերի, պեկարիների, գետաձիերի ստամոքսը պարզ տիպի է, միախցանի, իսկ որոճողների մոտ բարդ բազմախցանի տիպի։ Վերջինս բաղկացած է սովորաբար 4 բաժիններից՝ կտրիչից կամ գանձակից, ցանցից, գրքից կամ հազարաթերթիկից և գեղձային շրջանից կամ խախացուցից։ Որոճողները արածելու ժամանակ կերը բերանային խոռոչում գրեթե չեն մանրացնում։ Այն կատարվում է հետագայում հանգստի ժամանակ, երբ կուլ տված կերը ворցկվում է և բերանային խոռոչում սեղանատամների օգնությամբ լավ մանրացվում։ Այստեղ է նրանց որոճող անվանումը։ Դժվարամարս, բջջանյութով հարուստ բուսական կերը ոչ միայն մանրանում է, այլ լավ խառնում է թքերդ և նորից կուլ գնում։ Զույգ սմբակավորները պոլիգամներ են, շատերի մոտ սեռական դիմորֆիզմը, երկձևությունը լավ է արտահայտված։ Արգանդը երկեղջյուր է, ծնում է 1-ից 2-ից մինչև 10-ից 14 ինքնուրույն տեղաշարժվելու ընդունակ ձագեր։ Ապրում են բաց լանդշաֆտներում, անտառներում, լեռներում, ջրավազանների ափերին։ Կան ամֆիբիոտ և նստակյաց ձևեր։ Շատերը կազմում են փոքր կամ մեծ խմբեր, ոմանք կատարում են միգրացիաներ։ Ընտանեցված բոլոր տեսակի զույգ սմբակավորների նախնիները եղել են նրանց վայրի ձևերը։ Կան նաև կիսաընտանեցված կամ տարբեր աստիճանի ընտելացված տեսակներ։ Այս կենդանիներից ստանում են միս, կաթ, բուրդ, կաշի, դեղանյութեր։ Սրանք հանդիսանում են որսի օբյեկտ, օգտագործվում են որպես փոխադրամիջոց և այլն։ Զույգ սմբակավորների կարգը բաժանվում է 2 ենթակարգի՝ որոճողների և չորոճողների։ Ենթակարգ չորոճող զույգ սմբակավորներ։ Այս ենթակարգը ներառում է 3 ընտանիք՝ խոզերի, պեկարիների և գետաձիերի։ Խոզերի ընտանիքը ընդգրկում է 12 տեսակ։ Միջին չափերի կենդանիներ են, որոնց մարմնի երկարությունը հասնում է 70-ից 205 սմ, զանգվածը մինչև 275 կգ, ունեն զանգվածային իրան, 4 մատանի կարճ ոտներ։ Երրորդ և չորրորդ մատները երկար են և լավ զարգացած, իսկ մյուս երկուսը կարճ են և թույլ զարգացած։ Դունչը երկար է, վերջանում է սակավաշարժ կնճիթով։ Կնճիթի ծայրին կա սկավառակաձև կրճիք, որը ծառայում է հողը փորելու և նրա մեջքեր հայթայթելու համար։ Աչքերը փոքր են, ականջախեցիները մեծ, վերջիններիս ծայրին կա մազափունջ։ Մարմինը ծածկված է խոզաներով կամ մերկ է, պոչի ծայրին ոմանք ունեն վրձնիկ։ Ստամոքսը պարզ տիպի է, երկբաժին, ունի լրացուցիչ կարդիլային մաս։ Ամենակերն գերադասում են բուսական կերը, ծնոտների վրա կան բոլոր տեսակի տարբերակված ատամներ։
Վերին մեծ ժանիքները աճում են դեպի դուրս և ետ, իսկ ստորին ժանիքները դեպի վերև և ետ։ Նրանք կազմում են շրջանակ։ Արուների ժանիքներն ավելի լավ են զարգացած, քան էգեինը, լավ վազում և լողում են, հաճախ պառկում են ցեխի մեջ, ակտիվ են գիշերը, պոլիգամ են, սեռահասուն են դառնում մինիստ 15 ամսական հասակում, հղիությունը տևում է 112-ից 175 օր, ծննդաբերում են տարեկան 1 կամ 2 անգամ, յուրաքանչյուր անգամ ծնում են 1-ից 14 ձագ, խոչկորներ, ապրում են շուրջ 20 տարի, կազմում են 40-ից 50 առանձնյակից բաղկացած խմբեր, վայրի վիճակում տարածված են Եվրոպայում, Աֆրիկայում։ Արդյունագործական կենդանիներ են, կլիմայավարժեցվել են մի շարք երկրներում, այս կենդանիներից ստանում են միշտ, ճարպ, կաշի։ Խոզերի ընտանիքի ներկայացուցիչներից է վարազը, մորուքավոր խոզը, գորտնուկավորը, անտառային խոզը, բաբիրուսը և այլն։ Պեկարիների ընտանիքը նման է խոզերին, համեմատաբար փոքր են, դունչը կարճ է, մարմնի երկարությունը հասնում է 75-ից 110 սմ, զանգվածը 18-ից 50 կգ։ Ընտանիքի ներկայացուցիչն է սպիտակաշրթունք պեկարին։ Գետաձիերի ընտանիքը միջին և մեծ չափերի ձևեր են, որոնց մարմնի երկարությունը կազմում է 170-ից 450 սմ, զանգվածը 250-ից 3200 կգ։ Դունչը և բերանը մեծ են, իսկ աչքերն ու ականջները փոքր։ Ունեն խոշոր մաշկային գեղձեր, որոնք արտադրում են կարմիր գույնի հյութ, արյունային քրտինք, որը պաշտպանում է մաշկը։ Մաշկի տակ կա 5 սմ հաստությամբ ճարպային շերտ, ունեն 2 պտուկ։ Ապրում են ճահճոտ ջրավազաններում, որոնց ափերում կան եղեգնի մացառուտներ։ Տարածված են Հարավային Աֆրիկայում, գետաձիերից ստանում են միշտ, ճարպ, կաշի, ներկայացուցիչներից է գետաձին և գաճաճ գետաձին։ Ենթակարգ ոճող զույգ սմբակավորներ, հայտնի է 160 տեսակ, որոնց երկար ոտները վերջանում են 4 զարգացած մատներով։ Ստամոքսը ունի 4 բաժին, որոնցից առաջին 3-ը չունեն գեղձեր և համարվում են նախաստամոքսներ, իսկ 4-րդը գեղձային բաժինը շրջանը համարվում է իսկական ստամոքս։ Կուլտվածքերը ворսկվում են և բերանային խոռոչում լրացուցիչ մանրածվում որոջվում է։ Մեծ մասն ունի եղջյուրներ, ճակատային ոսկրի ելունդներ, որոնք մի շարք տեսակներ մոտացված են եղջերային պատյանով։ Որոջողների ենթակարգին են պատկանում օլյոնկանների, եղջերուների, մշկայծյանների, ընձուղտների, սնաեղջյուրավորների ընտանիքները։ Օլյոնկանների ընտանիքը հնադարյան կաթնասուններ են, հայտնի է էոցենի դարաշրջանից, նապաստակի չափ մինչև 15 կգ զանգվածով կաթնասուններ են, որոնց ժանիքները բերանից դուրս են ցցված։ Նման են մշկայծյաններին, տարածված են Աֆրիկայում, հարավ-արևելյան Ասիայում։ Ներկայացուցիչներից է աֆրիկական ջրային օլյոնկան, ասիական բծավոր օլյոնկան։ Եղջերուների ընտանիքը ընդգրկում է 30 տեսակ, որոնց մարմնի երկարությունը տատանվում է 9-ից 310 սմ, բարձրությունը ուսագոտում 35-ից 233 սմ, զանգվածը 7-ից 825 կգ-ի սահմաններում։ Ունեն եղջյուրներ, որոնք իրենցից ներկայացնում են ոսկրային ճյուղավորվող, առանց եղջերային պատյանի օրգաններ։ Սրանք տեղադրված են ճակատային ոսկրի ելունդների վրա և աճում են կուտիսից։ Այս եղջյուրները ամեն տարի թափվում են և նորից գոյանում։ Շատ տեսակների մոտ եղջյուրներ ունեն և արուներ և էգեր, բայց կան նաև տեսակներ, որոնց արուներն ունեն եղջյուրներ, իսկ էգերը չունեն։ Ջրային եղջերուները ընդհանրապես չունեն եղջյուրներ։ Աճող եղջյուրների զարգացումը ընթանում է 3 փուլով՝ շարակցահյուսվածքային, կրճիկային և ոսկրային։ Զարգացման ժամանակ, երբ եղջյուրները ոսկրացած չեն և ծածկված են մաշկով, կոչվում են պանտեր։ Ունեն հոտավետ գեղձեր, որոնք տեղադրված են աչքերի մոտ։ Եղջյուրներն ունեն մուգ, երբեմն բծավոր գունավորում։ Մազերի մեջ կա հզոր միջուկային օդատար շերտ, ունեն 4 մատ, երկրորդ և 5-րդ մատները թույլ են զարգացած չեն հասնում գետնին։ Եղջերուների ընտանիքի ներկայացուցիչներից է հյուսիսային եղջերուն, որը տարածված է Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի տունդրայում, ընտանրեցված տեսակ է։ Ազնվացեղ եղջերու մարալը տարածված է Եվրասիայում, բազմացվում է կիսաազատ պայմաններում։ Հեռավոր արևելյան բծավոր եղջերուն այծյամը, որն ամենափոքր եղջերուն է, տարածված է Եվրասիայում, Հարավային Սիբիրում, Կովկասի և Ղրիմի անտառատափաստաններում, Ասիայի լեռներում։ Որմզդեղը ամենամեծ եղջերուն է, տարածված է Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի անտառներում։ Հզոր կենդանի է, կարողանում է տեղաշարժվել խորը ձյան վրայով, ճահիճներով։ Սրանց եղջերուները թիակաձև են, ի տարբերություն մյուս եղջերուների, մեծ խմբեր չեն կազմում։ Ձմռանը սնվում են ծառերի ճյուղերով։ Բոլոր եղջերուները արդյունագործական նշանակություն ունեն, նրանցից ստանում են միս, կաշի։ Հյուսիսային եղջերուն ընտալյացված է և օգտագործվում է նաև որպես փոխադրական միջոց։ Ազնվացեղ և բծավոր եղջերուների և այծյամների երիտասարդ չոսկրացած եղջյուրները, որոնք կոչվում են պանտեր, օգտագործվում են առողջապահության արդյունաբերությունում, ստանում են պանտոկրին։ Մշկայծամների ընտանիքը հայտնի է մեկ տեսակի մշկայծամ, եղջերուներ չունի, արուների վերին երկար են, բերանային անցքից դուրս ցցված, ունեն մուսկուսային գեղձեր, որոնց արտազատուկը օգտագործվում է օծանելիք պատրաստելու համար, տարածված են Միջին Ասիայում, Սիբիրում, Հեռավոր Արևելքում։ Ընձուղտների ընտանիքը հայտնի է 2 տեսակ՝ ընձուղտը, որը տարածված է կենտրոնական և արևելյան Աֆրիկայի սավաննայում, և
Օրապին, որը տարածված է Կենտրոնական Աֆրիկայի անտառատափաստաններում։ Անձուղտները բարձրահասակ կաթնասուն են, ունեն շատ երկար պարանոց և երկար առջևի վերջույթներ, որոնց շնորհիվ գլուխը բարձրանում է մինչև 7 մետր։ Վերջինս հնարավորություն է տալիս սնվելու բարձր ծառերի տերևներով և բողբոջներով։ Այս ոճող կաթնասունների մարմնի երկարությունը ուսագոտում հասնում է 270-ից 330 սմ, զանգվածը 500-ից 750 կգ։ Գլխի վրա կան 2-ից 5 հատ մաշկով ծածկված ոսկրային փոքր եղջյուրներ։ Ունեն նաև երկար և շարժուն լեզու, տարածված են Կենտրոնական և Արևելյան Աֆրիկայի անտառատափաստաններում։ Օրապիները կարճահասակ են, ընձուղտների հետ համեմատած ունեն կարճ պարանոց և ոտներ, սրանց մարմնի երկարությունը չի գերազանցում 210 սմ, բարձրությունը ուսագոտում հասնում է 150 սմ, զանգվածը 250 կգ։ Գլխի վրա կա 1-ից 2 փոքր մաշկով ծածկված ոսկրային եղջյուր, էգերը որպես կանոն եղջյուրներ չունեն։ Ընձուղտների ընտանիքի ներկայացուցիչները մյուս որոճողների նման վերին ծնոտի վրա չունեն կտրիչներ և ժանիքներ։ Բոլորը ունեն շրջօրյա ակտիվություն, ապրում են 20-ից 30 տարի, սեռասուն են դառնում 3 տարեկան հասակում, հղիությունը տևում է 14-ից 15.5 ամիս, ունեն 1-ից 2 զույգ պտուկներ։ Սնա եղջյուրավորների ընտանիքը ընդգրկում է շուրջ 100 տեսակի որոճողներ, որոնց մարմնի բարձրությունը ուսագոտում կազմում է 25-ից 200 սմ, իսկ զանգվածը 2-ից 100 կգ։ Այս կենդանիներն ունեն սնամեջ եղջյուրներ, որոնք իրենցից ներկայացնում են սնամեջ եղջերային պատյանով ծածկված ճակատային ոսկրի ելունդներ։ Ի տարբերություն եղջերուների, որոնք ունեն կուտիսից դուրս եկող ամեն տարի փոխվող ոսկրային եղջյուրներ, սնաեղջյուրավորների եղջյուրներն աճում են էպիդերմիսի մալպիգյան շերտից և պարբերաբար չեն փոխվում, մշտական են։ Բացառություն է կազմում ամերիկյան եղանաեղջյուր անտիլոպը, որի ճակատի վրա տեղադրված ոսկրային ելունդների եղջերային պատյաններն ամեն տարի փոխվում են։ Տարբերում են հաստ և բարակ, ուղիղ և ոլորվող, կարճ և երկար եղջյուրներ։ Սնաեղջյուրավորներն ունեն 1 կամ 2 զույգ եղջյուրներ։ Եղջյուրները յուրահատուկ են հիմնականում առուներին, բայց կան տեսակներ, որոնց մոտ եղջյուրներ կրում են նաև էգերը։ Ունեն բարեկազմ կամ զանգվածային մարմին, հաճախ բարձր վերջույթներ, մաշկը հարուստ է գեղձերով։ Սնաեղջյուրավորների ընտանիքի ներկայացուցիչներից է անտիլոպները, որոնք տարածված են Աֆրիկայում, Միջին Ասիայում, Անդրկովկասում, Ղազախստանում։ Անտիլոպներից են ջեյրանը և սայգակը, համույրը, որը ունի դեպի ետ ուղղված կարթաձև եղջյուրներ և գնունը և այլն։ Այծերը, որոնք տարածված են Կովկասի, Միջին Ասիայի, Հարավային Սիբիրի լեռներում, այծերից են կովկասյան տուրերը, սիբիրական այծեղջյուրը, որը կազմում է 20-ից 30 առանձնյակներից բաղկացած խմբեր, պտուտակաեղջյուրավոր այծը և այլն։ Ոչխարները, մուֆլոնները տարածված են Հարավային Կովկասում, Ղրիմում, կլիմայավարժեցված մուֆլոնը, արխարը, որը տարածված է Միջին Ասիայի լեռներում։ Ի տարբերություն այծերի, ոչխարների մեծ մասը ապրում է հարթավայրերում, բաց տարածություններում։ Նրանք կազմում են մեծ խմբեր, հոտեր։ Այս տեսակներից է առաջացել ընտանի ոչխարների ցեղերը։ Ցուլերը, որոնք տարածված են Եվրասիայում, Աֆրիկայում, Հյուսիսային Ամերիկայի անտառներում։ Կան կենսմբակավորներ, հայտնի է 16 տեսակ, խոշոր կաթնասուններին 180-ից 500 սմ, մարմնի երկարությամբ 72 սմ, բարձրությամբ։ Այս կենդանիների մոտ լավ զարգացած է միայն երրորդ մատը, որը հնարավորություն է տալիս արագ տեղաշարժվելու վազելու, մյուս մատները թեր զարգացած են կամ վերացել են։ Երրորդ մատի ծայրը կրում է եղջերային սմբակ, մազածածկույթը կոպիտ է, թույլ զարգացած։ Ոմանց մարմինը մերկ է, քթային կամ քթային ու ճակատային բաժիններում կան 1-2 մինչև 105 սմ երկարությամբ եղջյուրներ։ Բուսակերեն ստամոքսը պարզ տիպի է։ Լայն տարածված բնակվում են կիսաանապատներում, անապատներում, նախալեռներում, լեռներում, անտառատափաստաններում, ոմանք բնակվում են արևադարձային անտառների խոնավ ճահճոտ տեղերում։ Պոլիգամ են, արգանդը երկեղջյուր է, ունեն 2 պտուկ, որոնք գտնվում են աճուկային շրջանում։ Էգը ծնում է 1 լրիվ զարգացած ձագ, որը ծնվելուց հետո կարողանում է շարժվել մոր ետևից։ Ակտիվ են ցերեկը և գիշերը, վարում է միայնակ կյանք կամ վազում է խումբ։ Ոմանց յուրահատուկ սեզոնային միգրացիա, սրանց նախնիներն են եղել պրիմիտիվ սմբակավորները։ Կենսմբակավորների կարգին են պատկանում 3 ընտանիք, որոնց ներկայացուցիչները՝ ձիերը, ռնգեղջյուրները և տապիրները լավ առանձնացված են։ Ձիերի ընտանիքը։ Վայրի տեսակների մարմնի երկարությունը հասնում է 280 սմ, պոչինը 40-ից 50 սմ, բարձրությունը հետնաբաշում 110-ից 146 սմ, զանգվածը 120-ից 350 կգ, ընտանի ձիերի մոտ մինչև 1000 կգ։ Վերջույթները բարձր են, բարակ, վերջանում են լավ զարգացած երրորդ մատով, բաշը կրում են երկար մազեր։ Մարմին ունի որպես կանոն միատարր գույն, լայն տարածված են։ Ձիերի ընտանիքի ներկայացուցիչներից է լեռնային զոլավոր ձին կամ վագրաձին, վայրի էշը կամ զիռը, կուլանը կամ ջեկատելը, տարպանը կամ գմելինի ձին։ Շատերը ընդգրկված են կարմիր գրքի մեջ։
Ռնգեղջյուրների ընտանիքը խոշոր զանգվածային կենդանիներ են, որոնց մարմնի երկարությունը կազմում է 200-500 սմ, պոչինը 60-ից 76 սմ, բարձրությունը 100-ից 200 սմ, զանգվածը 1000-ից 3600 կգ, ոտները կարճ են, զանգվածային կրում են 3 մատ, գլուխը և ականջները մեծ են, վերին շրթունքը ուժեղ զարգացած է և շարժուն, աչքերը փոքր են, քթային բաժնի վրա տեղադրված է 158 սմ երկարությամբ եղջյուր, բացի նշված եղջյուրներից ոմանք ունեն երկրորդ համեմատաբար փոքր եղջյուր, որը տեղադրված է ճակատային մասում, մաշկը հաստ է ծալքավոր, մազածածկույթը նոսր է, պոչի ծայրին կամ մազերից կազմված վրձին, ներկայացուցիչներից է Սումատրայի ռնգեղջյուրը, հնդկական ռնգեղջյուրը, Յավայյան ռնգեղջյուրը, ապրում են 50-ից 60 տարի, սեռասուն են դառնում 3-ից 4-ից մինչև 7-ից 9 տարեկան հասակում, հղիությունը տևում է 510-ից 570 օր, ծնում է մեկ ձակ, որը ծնվելուց անմիջապես հետո քայլում է մոր ետևից, ձագը մնում է մոր մոտ շուրջ 1 տարի։ Տապիրների ընտանիքը, սրանց մարմնի երկարությունը հասնում է 180-ից 200 սմ, պոչինը 5-ից 10 սմ, բարձրությունը բաշի շրջանում 75-ից 120 սմ, զանգվածը 220-ից 300 կգ է, ոտքերը կարճ են, առջևի ոտները կրում են 4, ետինը 3 մատ, երրորդ մատը մեծ է մյուսներից, ունեն փոքր աչքեր, կարճ ականջներ, սակավաշարժ են, դունչը ավարտվում է փոքր շարժուն կնճիթով, որը գոյացել է քթի և վերին շրթունքի միացումից, քթանցքները բացվում են կնճիթի ծայրին, մազածածկույթը նոսր է, մազերը խոզանման, ոմանց պարանոցը ունի կարճ բաշ, ներկայացուցիչներից է հարթավայրային տապիրը, որը տարածված է Հարավային Ամերիկայում, լեռնային տապիրը բնակվում է Պերույում, Էկվադորում, Կոլումբիայում, Վենեսուելայում, թամբատակավոր, որը մեջքի վրա ունի հաստ թամբակաշի, ապրում է հարավ-արևելյան Ասիայում։ Կալ կապիկներ կամ պրիմատներ, հայտնի են 190 տեսակ, միջի մեծության կենդանիներ են, կաթնասունների առավել զարգացած խումբն է, որին պատկանում է նաև մարդը։ Գանգի դիմային մասը փոքր է, գլխուղեղը համեմատաբար մեծ է, հատկապես մեծ են առջևի ուղեղի կիսագնդերը, որոնք ունեն բազմաթիվ գալարներ։ Ակնաբերներն ուղղված են դեպի մարմնի կողմերը կամ դեպի առաջ, վերջին դեպքում տեսողությունը լրիվ երկակնային է, ծավալադիտակ։ Այս կենդանիների մարմնի երկարությունը տատանվում է 10-ից մինչև 200 սմ սահմաններում։ Վերջույթներն ունեն 5 մատ, հատակայլ են, գետին ոտների առաջի մատը հակադրված է մյուս 4 մատներին, իսկ առջևի ոտներինը հակադրված է, որի շնորհիվ այն կատարում է նաև բռնող օրգանի դեր։ Մատներն ունեն եղունգներ, ոմանք ճանկեր։ Մի շարք տեսակներ մարդը մարդանման կապիկները պոչ չունեն, մյուսներն ունեն բռնող պոչ։ Ստամոքսը բարձ տիպի է, ունեն կույրաղիկ և տարբերակված բոլոր տեսակի ատամներ, հիմնականում բուսակեր են, կան ամենակերներ, արգանդը նույնպես բարձ տիպի է, էգը սովորաբար ծնում է մեկական ձագ, ունեն մինչև 3 զույգ կաթնապտուկներ, որոնք գտնվում են կրծքի վրա, պրիմատների նախնիները համարվում են միջատակերները, տարածված են արևադարձային գոտում, պրիմատների կարգը բաժանվում է երկու ենթակարգի՝ ստորակարգ պրիմատների կամ կիսակապիկների և բարձրակարգ պրիմատների կամ կապիկների ենթակարգերի։ Ենթակարգ, ստորակարգ պրիմատներ կամ կիսակապիկներ։ Շուրջ 90 տեսակի մանր և միջին չափերի կաթնասունների մատների ծայրերին կան ճանկեր, հազվադեպ եղունգներ։ Ենթակարգը ներառում է 3 ընտանիք՝ տուպայիների, լեմուրների և երկարակրունկների։ Տուպայիների ընտանիքը մի շարք հատկանիշներով նման է միջատակերների, մարմնի երկարությունը կազմում է 20 սմ, պոչինը շուրջ 20 սմ։ Արտաքին տեսքով նման են սկյուռներին, բայց դունչը երկարացված է, գլխուղեղը փոքր է, վերջույթների առաջի մատը հակադրված է մյուս մատներին, պոչը երկար է, նրա ծայրին կա վրձին։ Անտառային բնակիչներ են, լավ մագլցում են ծառերի վրայով, ժամանակի մեծ մասը անցկացնում են ծառերի վրա, սնվում են պտուղներով, միջատներով, տարածված են Հնդկաստանում, Հնդկաչինում, Չինաստանում, Մալայի և Զոնդյան արշիպելագներում, ներկայացուցիչներից է տանա տուպայը։ Լեմուրների ընտանիքը մանր և միջին չափերի կաթնասուններ են, որոնց մարմնի երկարությունը հասնում է 12-ից 46 սմ, գլխի դիմային մասը կարճ է, ուղեղատուփը մեծ, վերին ծնոտի կտրիչները բաժանված են երկու մասի, որոնց միջև կա տարածք, պոչը երկար է, փոմփուլավոր, ունեն գիշերային կենսակերպ, ծառաբնակ ձևեր են, մանր տեսակները չորային սեզոնում ընկնում են քնափության մեջ, սնվում են փույզերով, միջատներով, կան ամենակերներ, տարածված է Մադագասկար և Կոմորյան կղզիներում, ներկայացուցիչներից է բարակ լորին, լեմուր վարին։ Երկարակրունկների ընտանիքը մանր առնետներից փոքր կենդանիներ են, ետին ոտները շատ երկար են, առջևիները կարճ, մատների վրա կան ծծող բարձիկներ, ծառաբնակ գիշերային կենսակերպով գազաններ են, սնվում են միջատներով, ներկայացուցիչներից է մայկիկ կամ երկարակրունկ տեսակը, Մադագասկար կղզում կան նաև այլ ընտանիքներ, ինդրիների, որին պատկանում են խոշոր լեմուրները, ենթակարգ, բարձրակարգ պրիմատներ կամ կապիկներ, հայտնի է շուրջ 100 տեսակ, որոնց մարմնի երկարությունը կազմում է 15-ից 200 սմ, գլխուղեղը համեմատաբար մեծ է, ունի գալարներ, սրանց մոտ պոչը կամ զարգացած է տարբեր աստիճանի կամ այն բացակայում է, հարավամերիկական տեսակները լայնաքիթ են, ունեն կարճուն պոչ, առաջին մատը հակադրված է մյուս մատներին, բոլոր մատների ծայրերում կան եղունգներ, ակտիվ են ցերեկը, այս ենթակարգին պատկանում են հետևյալ ընտանիքները։
բռնապոչավորների կամ կապուցինների, իգրունկաների կամ մարմոզետկաների, ստորակարգ նեղքիթ կապիկների կամ կզակապիկների և բարձրակարգ նեղքիթ կամ մարդանման կապիկների։ Բռնապոչավոր կապիկների կամ կապուցինների ընտանիքը ունեն լավ զարգացած կարճուն պոչ, լայնաքիթ կապիկներ են, քթանցքները բաժանող միջնապատը լայն է, քթանցքներն ուղղված են դեպի կողմերը, ունեն 36 ատամ, մարմնի երկարությունը կազմում է 24-ից 91 սմ, ծառաբնակ, ծառի վրայով արագ տեղաշարժվող, ծառից ծառ ցատկող կապիկներ են, սնվում են պտուղներով, տերևներով, մանր կենդանիներով, թռչունների ձվերով, ապրում են խմբերով, որոնք կազմված են մի քանի տասնյակ առանձնյակներից, բարձր աստիճանի կազմակերպված կաթնասուններ են, ներկայացուցիչներից է սարդանման կապիկը, որն ունի շատ երկար վերջույթներ և կարճուն պոչ, տարածված է Հարավային Ամերիկայում։ Իգունկաների կամ մարմոզետկաների ընտանիքը բոլոր մատները, բացի ետին վերջույթների մեծ մատների, ունեն ճանկեր, ճանկակիր կապիկներ են, սեղանատամները յուրաքանչյուր կողմում երկուսն են, մյուս պրիմատներինը 3-ն է, հայտնի է 20 տեսակ, բարձրակարգ կապիկների մեջ ամենափոքր տեսակներն են, կազմում են խմբեր, որոնք բաղկացած են ընտանիքներից, ծառաբնակ բուսակեր կաթնասուններ են, մարմնի զանգվածը կազմում է 70-ից 1000 գրամ, իսկ երկարությունը հասնում է մինչև 45 սմ, տարածված են Հարավային Ամերիկայի հյուսիսային մասում և Կենտրոնական Ամերիկայում, ներկայացուցիչներից է առյուծային իգունկան կամ ռոզալիան և տումարիները։ Ստորակարգ նեղքիթ կապիկների կամ կզակապիկներ, առավել բազմաթիվ կապիկներն են, մարմնի երկարությունը կազմում է 32-ից 110 սմ, ունեն երկար պոչ և նստելատեղ, լավ զարգացած հետայտային պարկեր, բուսակեր կամ կենդանակեր են, ունեն 32 ատամ, ապրում են մեծ մի քանի հարյուր առանձնակներից բաղկացած խմբերով, վերջիններում կա առաջնորդ դոմինանտ, որին ենթարկվում են էգերից և երիտասարդներից բաղկացած ընտանիքները։ Այստեղ գոյություն ունի ենթաստորադասավորվածություն, հիերարխիա։ Այս ընտանիքի ներկայացուցիչներից է իսկական կիսակապիկները, որոնք ապրում են խմբերով, ծառատեսակ են, տարածված են հիմնականում Աֆրիկայի արևադարձային անտառներում, պավիաները, որոնք բնակվում են քարքարոտ լեռներում, բները կառուցվում են քարանձավներում, սննդառությունը խառը տիպի է, տարածված են Աֆրիկայում, մակակները, որոնք հարավասիական կապիկներ են, ունեն ծառաբնակ գետափնյա կենսակերպ, ապրում են նաև քարքարոտ լեռներում։ Կազմում են խմբեր, ներկայացուցիչն է ռեզուս մակակը, տարածված է Հիմալայում, Հարավային Ասիայում, բարձրակարգ նեղքիթ կամ մարդանման կապիկների ընտանիքը, ընդգրկում է մարդուն մոտ 11 տեսակի կաթնասուններ, այս կապիկներն ունեն կլոր գլուխբարդ, կառուցված գլխուղեղ, իր գալարներով ու ակոսներով, երկար համեմատաբար կարճ առջևի վերջույթներ, դեմքի վրա կան մեծ քանակությամբ մազեր, դաստակի ափը և ոտների հատակը չունեն մազածածկույթ, չունեն պոչ, նստելատեղի կոշտուկներ, հետայտային պարկեր, ընդգրկում է հետևյալ ցեղերը, գիբոնների ցեղը, որը ընդգրկում է 7 տեսակ։ Սրանց առջևի վերջույթները ետիների հետ համեմատած շատ երկար են, մարմինը ուղղաձիգ դիրքում հասնում են գետնին, առջևի վերջույթները չեն ծառայում որպես հենարան մարմնի համար, նրանց օգնությամբ գիբոնները բռնում են ճյուղերը և տեղաշարժվում ծառից ծառ։ Այս ցեղի ներկայացուցիչն է գիբոն խուլոկը։ Օրանգուտանների ցեղը ունեն խիտ մազածածկույթ, կարմրաշեկ գույն, ծնոտները ցցված են դեպի առաջ, առջևի վերջույթները ետիներից նույնպես երկար են, ականջախեցիները փոքր են, ծառաբնակ, մենակյաց կյանք վարող կապիկներ են։ Այս ցեղի ներկայացուցիչներից է օրանգուտանը, որը տարածված է Սումատրա և Կալիմանտան կղզիների անտառներում։ Գորիլաների ցեղը ամենախոշոր մարդանման կապիկն է, որի մարմնի երկարությունը հասնում է 2 մետրի։ Առջևի վերջույթները ետիների հետ համեմատած շատ երկար են, գետնի վրա քայլում են կորացած, հենվում են բոլոր վերջույթների վրա, ապրում են ծառերի և գետնի վրա, սնվում են պտուղներով, ընկույզով, արմատապտուղներով, տարածված են Աֆրիկայի արևադարձային գոտու անտառներում, ներկայացուցիչն է գորիլան։ Շիմպանզեների ցեղը մինչև 1,5 երկարությամբ սև գույնի կապիկներ են, դեմքը չունի մազածածկույթ, ականջախեցիները մեծ են, նման են մարդու ականջախեցիներին, առջևի վերջույթները օրանգուտանների վերջույթների հետ համեմատած կարճ են, բուսակեր են, ապրում են ծառերի և գետնի վրա, կազմում են ընտանիքներ, երբեմն ոչ մեծ խմբեր, ներկայացուցիչն է շիմպանզեն։